Պիտի միայն ուրախ լինեք, որ համեմատաբար փոքր ուժերը ավելի շատ մասնակցեն, ավելի շատ փոշի ասեն։ Ինչ է ժողովրդավարական համախմբումը առաջարկում ընտրողին։ Մեր խնդիրը կուշտ ապրելն է, եւ կապ չունի ինչ պայմաններում կուշտ կապրենք։ Միայն թե կուշտ ապրենք։ Այդքան շատ չեն շանսերը, այտենց գալիաֆների մեջ Սփյուռքին դիտարկել ենք բացառապես դրամապանակ։ Սուրեն Պետրոսյանը դավաճանեց իր այսինչը միանալով Լուսավոր Հայաստանին կամ Նոր ուժին։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստ է, շնորհակալություն որ մեզ դիտում եք, լսում եք ոդկասթային հարթակներում, լավ առիթ է նաև լայք դնել, բաժանորդագրվել ալիքին, եթե մինչև հիմա մամութել է նույնիսկ խոսել, բայց դա չէ կարել, իսկ այսօր մեր հյուրն է ժողովրդական հավախմբում կուսակցության նախ ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, ում հետ հանդիպում ենք երկրորդ անգամ, առաջին անգամ հանդիպեցինք քաղաքապետի ընտրություններից մոտ 3 տարի առաջ։ Ագին անցել է, ոնց է հիմա քարոզարշավը, ինչն է փոխվել, համեմատական տանելով 22 թվական։ Ինչ եք անում, ինչ եք առաջարկում, ինչ եք սպասում։ Շատ շնորհակալություն հրավերի համար։ Քարոզարշավի շրջանակներում ամենաառաջին կարևոր փոխված բաներից մեկը ձեր ստուդիան է, շատ լավն է։ Շնորհավոր։ Փորձում ենք։ Այն ժամանակ ուրիշ ստուդիայի մեջ, չէ՞։ Մութ էր, մռայլ էր, թշվառ։ Իսկ ավելի լուրջ, բնականաբար մասշտաբներն են տարբեր։ Այն ժամանակ չեն կարող համեմատել, ավելի հստակ ասել ինչն է փոխվել, որովհետև Երևանի շրջանակում էր։ Իսկ սա համատելու այդքան էլ հնարավորություն չկա, որտեղ այն ժամանակ ամբողջ Հայաստանում չէր քարոզարշավը։ Իսկ մինչ օրս մենք 99% երևի թե եղել ենք մարզերում։ Երևանում կարելի ասել քարոզարշավ չենք արել դեռ։ Դրա համար համատելու, այսպես ասած, քաղաքային մասշտաբով եզրույթներ չկան, եզրեր չկան ներողություն։ Բայց այն ժամանակ էլ մենք 2-3 տարի առաջ բավականին շատ էինք շփվում հասարակության հետ, տարբեր գյուղեր, համայնքներ, սահմանապահից մինչև մարզկենտրոններ, էական փոփոխություն կա մարդկանց մոտ, էական, ամենակարևորը։ Հետարքիր է, որ նույնիսկ, ասենց ասեմ, մեկ մարդ չենք հանդիպել, մեկ մարդ, ով ասի, որ ես չեմ մասնակցելու ընտրություններին։ Համատարած բոլորը, անկախ սեռից, տարիքից, ով լինելուց, սոցիալական կարգավիճակից, անկախ ասում եմ, այդ բոլոր հանգամանքներից, անխտիր բոլորը ասում են մասնակցելու ենք ընտրություններին։ Իսկ մենք չենք շրջում ինչ-որ կադրեր ստանալու համար եւ այլն։ Մենք ամենա, այսպես ասած, խուլ անկյուններից մինչև շուկաներ, մարդաշատ վայրեր, կենտրոն եւ այլ, այսպես շրջում ենք շատ մանրամասն ամեն քաղաքում։ Եվ բոլորի հետ ոչ թե գնում ենք ուղղակի բուկլետ ենք տալիս, ասում ենք քվեարկեք 14 համարին եւ այլն, չէ, մարդկանց հետ շփվում ենք, որևիցե մեկին չենք էլ ասում քվեարկեք։ Խնդրում ենք, եթե կարող եք ծանոթանալ ու հարցնում եք իրենց դիրքորոշումը, ներկա իրավիճակի վերաբերյալ, ինչպիսին է, ոնց իրենք տեսնում իրավիճակը, իրենք մասնակցելու են ընտրություններին թե ոչ, անխտիր բոլորը մասնակցելու են ընտրություններին եւ նույնիսկ այդ հարցից մարդիկ վիրավորվում են։ Հարցնում ենք, առաջին հարցը բարևում ենք, ասում ենք ինչպես եք, ասում ենք մասնակցելու եք ընտրություններին, մարդը միանգամից վիրավորվում, ասում է իհարկե ոնց, այսինքն ոնց կարելի է չմասնակցել ընտրություններին։ Իդեպ նախորդ հյուրի հետ ենք դա քննարկում։ Կարող է նենց ստացի, որ մարզերում շատ ակտիվ լավ ցուցանիշ ունենակ մասնակցության, բայց Երևանում հակառակ շատ հնարավոր է։ Երևանի մասին չեմ կարող ասել, բայց Սյունիքում օրինակ քիչ առաջ Սյունիքից ենք վերադարձել, Կապան, Քաջարան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Դավիթբեկ գյուղը մեր բոլորը անխտիր մեկ հոգի անգամ չենք հանդիպել, որ ասի, որ չեմ մասնակցելու կամ ուղղակի անտարբեր լինի։ Բոլորը ասում են իհարկե մասնակցելու ենք, առանց դրա հնարավոր չի, ստե մեր ճակատագիրն է որոշվում, մենք քաղաքացի ենք եւ այլն, այսպես շարունակ։ Հունիսի 4-ին վերջին նախընտրական վակցինացիա պատվաստումն ենք անելու ստենդափի եղանակով ոչ մի ասեղ չկա։ Մենք հավաքել ենք այս վերջի մի քանի տարվա նախընտրական ցիկլի, ինչպես նաև այսօրվա ամեն ինչը եւ էմոցիոնալ հումորաբարո ներկայացնում ենք եւ դատելով առաջին ստենդափից ոնց որ մարդկանց դուր եկել է։ Ոնց որ լավ դուրն եկել է, այնպես որ դուք եկեք, եթե բաց եք թողել, կսպասենք բոլորի տոմսերը ticketsystem.am Համեցեք։ Լավ, դե քանի այդ մասով ենք խոսում, իսկ ինչ ոնց են տրամադրված, մասնակցում են որովհետև ուզում են փոփոխություն, թե մասնակցում են որովհետև վախենում են եղածը ավելի փչանա։ Շատերի հետ շատ խորը այդպես դիսկուրս չենք ունեցել, կարող եմ շատերին ենթադրել։ Մի մասը ուզում է, որ նախկին վարչակարգը չվերադառնա, դրա համար ասում պետք է անպայման մասնակցել ընտրություններին,
իսկ շատ ավելի մեծ հատված եւ շերտ ասում է, որ պետք է շատ խորքային ու կտրուկ փոփոխություն, որ այսպես այլևս շարունակվել ուղղակի չի կարող։ Բայց իդեպ դա շատ ավելի մեծ շերտն է, քան այն շերտը ուզում է իշխանության վերարտադրություն։ Շատ ավելի մեծ, ակնհայտ, անգամ մարզերում։ Միշտ մարզերում, ինչքան որ ես տեսել եմ, ամբողջությամբ հակառակ պատկերն է եղել։ Բայց մյուս կարևոր հանգամանքը համատարած բոլորը ուզում են տեսնել նոր մարդկանց, որի ուղղակի ոչ թե իրենք ուղղակի նոր են, նախկինում չեն տեսել, այլ մարդիկ սկսել են հետաքրքրվել գաղափարով։ Կրկին կապ չունի տարիքից, սեռից, ով լինելուց։ Մարդ հարցում է, լավ, շատ լավ է, ես շատ ուրախ եմ, դուք երիտասարդ եք, լավն է, մենք բոլորս ենք ուզում այդպես։ Բայց ինձ կասեք, ո՞նց եք տեսնում այս հարցի լուծումը։ Ինչ գաղափարներ ունեք։ Աշխարհաքաղաքական են հարցնում։ Այնպիսի մարդիկ կարող է հարցնեն դրա մասին խոսեն, որ անգամ հնարավոր չի պատկերացնել։ Ես ինչի համար եմ այսքան էսենց մանրամասնում։ Շատ հետաքրքիր որակական փոփոխություն է տեղի ունենում հասարակության մեջ։ Ու այն դիսկուրսն էլ է գնալով անհետանում կորում է, որ ասում են դե հիմա գնանք Ռուսաստանի գուբերնիա, Թուրքիայի վիլայետ եւ այլն, ասենց այդ པարզ երկընտրակները։ Մարդը նստում քո հետ խոսում ուզում է հասկանա, ընդհանրապես ինչ կարծիք ունես մեր իրականության վերաբերյալ, մեր ներքին կյանքի վերաբերյալ, արտաքինի։ Մարդը միայն չի ուզում այլևս ձերբազատվի։ Նախկին, ներկա եւ այլ, դա բնականաբար ուզում է, իրականում համատարած են ուզում բոլորը, բայց իրան այլևս դա բավարար չի։ Ասում է ես ձերբազատվեմ, բայց ուր գնամ, ինձ կբացատրես ուր գնամ։ Իսկ այդ առումով, այսինքն ավելի շատ տենց գլոբալ հարցեր են բարձրացնում արտաքին, անվտանգային, թե կենցաղային, որտեղ նես տպավորություն բացարձակ, հիմա այդ եմ ասում։ Ուրեմն տեսեք, ինչքան մեծ է տարբերությունը մեդիայում մեզ տրամադրվողի եւ իրականության միջև։ Մեդիայում մեզ անընդհատ տրամադրում են, որ բոլոր անխտիր ուզում են սոցիալական խնդիրներ, մեր թոշակը, մեր ուտելիքը եւ այլ։ Համատարած ոչ միտեղ այսքան ժամանակի որտեղ պատտվել ենք, ոչ միտեղ այդ խնդիրը չի եղել։ Բոլորը ասում են, լավ, մենք տարեց մարդ ենք, մենք մեր կյանքը ապրում ենք, բա մեր թորները։ Այն մարդիկ, ովքեր ապրում, ասում, բա մեր երեխաները։ Մեկը երիտասարդ ասում, բա մենք որտեղ ենք ապրելու, ինչ երկրում ենք ապրելու։ Այս ամենը իրականում ինչը մեզ ներկայացում է մամուլով կամ չգիտեմ ԶԼՄ-ներով ընդհանուր առմամբ հիմնականում, հա, չասենք բոլորը, իրականության հետ նվազագույն աղերս չունի, մարդկանց պահանջմունքը, մարդկանց անհանգստությունը, մարդկանց օրակարգերը ամբողջությամբ տարբեր են, այլ են եւ իրականություն չունեն, իրականության հետ աղերս չունեն, այն ինչը մեզ տրամադրվում է։ Եվ սա շատ հետաքրքիր փոխակերպումներ է։ Ինչ է ժողովրդավարական համախմբումը առաջարկում ընտրողին, տենց տոպ մի քանի թեզերը, առանցքային կետերը ձեր ծրագրի։ Մեր գաղափարական հենքում ընկած է հայկական պետությունը։ Դրա համար նաև մեր կարգախոսն է կերտենք հայկական պետություն։ Հայկական պետություն ոչ թե ձևով միայն, այլ բովանդակությամբ հայկական։ Եվ սա ամենևին ազգայնամոլության մասին չի, որովհետև պետության հիմնական խնդիր եւ նպատակը սեփական տեսակի, սեփական ժողովրդի համար առավել բարենպաստ պայմանների ձևավորումն է, որտեղ նա կլինի կենսունակ, կպահպանի իր ինքնությունը, մշակույթը, կվերարտադրվի, կլինի անվտանգ, կբարգավաճի տնտեսական զարգացում եւ այլն։ Այսինքն, եթե մենք պետության առանցքից հանում ենք ինքնության մշակույթի բաղադրիչը, մենք որպես ազգ մեր ինքնությունը, պետության իմաստը ամբողջովին կորում է։ Այն ինչ այսօր ցավոք անում է մեր իշխանությունը։ Այսինքն ասում են ինքնությունը որպես այդպեսին կարևոր չէ, մեր խնդիրը կուշտ ապրելն է եւ կապ չունի ինչ պայմաններում կուշտ կապրենք։ Միայն թե կուշտ ապրենք։ Եթե այս կոմպոնենտը հանում ենք, պետության իմաստը ամբողջությամբ կորում է։ Հետևաբար ինքնության կոմպոնենտը առանցքայինն է։ Դրա համար հայկական պետության հիմքում մի քանի կարևոր բան անկած։ Ազգային ինքնություն, համահայկականություն, համահայկականությանը եւս առանձին անդրադառնամ, արժանապատվություն եւ արդարություն։ Իսկ ամենակարևորը հանրային կյանքի կազմակերպման հիմքում պետք է ընկածնի քրիստոնեական արժեհամակարգը։ Քրիստոնեական արժեհամակարգի մասին երբ խոսում ենք, շատերը պատկերացնում են, թե պետք է բոլորին ինչ-որ խտրականություն լինի, ասենք, եթե դու օրինակ եմ ասում, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ես, ուրեմն դու Հայաստանում տեղ չունես։ Սա էլ պարզաբանը վերջից սկսելով պարզաբանելով գնա։ Սա ամենևին էլ դրա մասին չի։ Այսինքն, եթե մենք որպես քաղաքակրթություն, որպես ազգ քրիստոնեական քաղաքակրթության մաս ենք, ասում եմ, որի հետ որևիցե մեկը առարկություն չունի, չէ՞, մենք քրիստոնեական քաղաքակրթության մաս ենք։ Այսինքն քրիստոնեական արժեհամակարգի գերակայության մասին է խոսքը այստեղ։ Ու իդեպ որ ավելի լավ պատկերացնենք, պատմական շատ կարճ դիսկուրս անեմ, այն մարդիկ, ովքեր կարդացել են Ֆրիդրիխ Նիցշե,
նաև Գերմարթը եւ այլն, որ շատերը ներկայացնում են որպես հակաքրիստոնեական անտիխրիստ եւ այլն, իմ խորին համոզմամբ այդքան էլ լավ չեն պատկերացրել այդ մարդու հիմնական մեսիջները։ Մի հետարքիր խոսք ունի Նիչեն, ասում է, որ Աստված մահացել է։ Ու ասում է մենք սպանեցինք Աստծուն։ Շատերը այս միտքը վերցնում են եւ սարքում են դրոշակ, ասում են այ հակաքրիստոնյա, այս ինչերա խոսում, ոնց Աստված չկա, մենք քրիստոնյաներս եւ այլն, ոնց մենք սպանեցինք Աստծուն ու շատ պրիմիտիվ պարզագույն մակարդակում։ Այնինչ իրականում Նիչեի ամբողջ մտահոգությունը հետեւյալն էր։ Նիչեն մահացել է 1900 թվականին, այսինքն այդ դարերի սահմանագծում, այն ժամանակ, երբ կապիտալիզմի զարգացման են ամենաակտիվ փուլն էր։ Ու ինքը ինչ էր ասում։ Ասում է մենք հրապուրված լինելով կապիտալիզմով, այդ կապիտալիստական սպառողական արժեհամակարգով, հանրային կյանքի եւ համակեցության հիմքում ընկած արժեքները քրիստոնեականով փոխարեցինք կապիտալիստական արժեքներով։ Իրանք հենց չգիտեին ինչա գալիս։ 1900 թվականի միջև, պատկերացեք, երբ է ինք ասել։ Այսինքն մեր հանրային համակեցության հիմքում եթե ընկած էր քրիստոնեական արժեհամակարգը, միմյանց նկատմամբ վստահությունից, հոգատարությունից եւ այլն եւ այլն։ Մենք ասում ենք այդ ամենը փոխեցինք կապիտալիստական արժեհամակարգով, այնինչ առևտրային հոգեբանությամբ եւ մտածողությամբ։ Այնինչ հանրային համակեցության հիմքում երբեք առևտրային հոգեբանությունը չի կարող ընկած լինել եւ դուք չեք կարող ունենալ առողջ հասարակություն։ Եվ ինքը այս դրա համար էր մեղադրում, ասում ամբողջ Եվրոպային, որ մենք սպանեցինք Աստծուն մեր ձեռով, որտեղ մեր կյանքի հիմքում ընկած արժեհամակարգը մենք փոխարինեցինք առևտրային արժեհամակարգով։ Իդեպ այս նույն բանը տեղի ունեցավ շատ ավելի առարկայական տարբերակով, ոչ քրիստոնեական արժեհամակարգի մասով, 91 թվականին, երբ մենք անկախացանք, մենք թվացial առումով ազատ շուկայական հարաբերություններ ենք իբր ուզում ձևավորել, դրա փոխարեն առևտրային հոգեբանություն եւ մտածողություն ձևավորեցինք, բայց միևնույն ժամանակ չձևավորելով ազատ շուկայական հարաբերություններ։ Այսինքն ես ինչպես ավելի մանրամասն ասացի քրիստոնեական արժեհամակարգ ավելի լայն պատկերացնելու համար քաղաքակրթական մակարդակով, եւ ոչ թե մարդով հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևոր չի, վերջ մտրակում ենք, ասում ենք Հայաստանից գնացիք։ Հակառակը քրիստոնեական արժեհամակարգի շրջանակներում բոլոր այլ դավանանքի ներկայացուցիչները կարող են հաշտու համերաշխ ապրել։ Սուրեն, այս վերջի ամիսները հենց ամենատուրբուլենտ ամիսներն էին հենց քրիստոնեության եւ մեր եկեղեցու դերի ինչ որ փնտրտուքների բանով, բայց դուք տենց առաջնագծում ձեզ չէի տեսնում եւ տենց ամենաբարձր ձայներից չեմ հիշում որ այդ հարցով արտահայտված եք, գուցե արտահայտվել եք, բայց ինչի տենց առաջնագծում չեք, որովհետեւ հենց ինչ որ նկարագրեցիք, այս վերջի ամիսներին ամենավառ ձևով երկիրը ալեկոծում էր։ Ես նոթ արեմ, որ համաձայն չեմ Նարեկի հարցադրման հետ, հետո կբարձրաբանեմ։ Ուրեմն շատ կարևոր է Նարեկ ջան, ասել թե առաջնագիծ ասելով ինչ ենք հասկանում։ Երբ ինչ որ մի հարցի շուրջ աղմուկը շատ է, դա դեռ չի նշանակում որ դա առաջնագիծ է։ Հա, բայց ինչ որ առաջի անգամ պատմության մեջ իշխմիածին են մտնում, միշտ մենք միշտ բոլոր այդ ժամանակ, այդ բոլոր իրավիճակների դեպքում մենք միշտ եւ արել ենք հայտարարություն եւ դրա մասին խոսել ենք։ Ու այն ժամանակ նաեւ ես ասել եմ, երբ ընդդիմությունը, տիտղոսակի ընդդիմությունը գնում էր, այսպես ասած, պաշտպանելու եկեղեցին, այս ժամանակ ասեցի եկեղեցին նաև անհրաժեշտ է պաշտպանել ընդդիմությունից եւ դրանով դա եկեղեցուն աջակցություն եւ պաշտպանություն չի, բայց մենք մշտապես բոլոր հնարավոր եւ անհնար հարթակներով դրա մասին միշտ խոսել ենք, բայց մենք ի տարբերություն նրանք մնացածի ամենայն հարգանքով ընդդիմության եւ բոլորի նկատմամբ մենք երբեք չեն գնացել իրենց կողքը կանգնել ու ասել, ասենք հայաքվեներ այնտեղ։ Մենք գիտեք, մեր քաղաքականությունը վերածվել է, իդեպ սա քաղաքագիտական նոր տերմին է, անգլոսաքսոնական ֆլեշմոբային քաղաքականություն։ Մենք իմաստը այլևս կորցրել ենք եւ այսօր տեղի է ունենում ուշադրության գրավմանը միտված քաղաքականություն։ Ոչ թե կարեւոր է դուք ինչ եք ասում կամ ինչ եք անում, այլ դուք ուղղակի անում եք ինչ որ մի բան ու հիմնականում անհեթեթ մի բան, որը կգրավի այլոց ուշադրությունը եւ կապ չունի դա իմաստ ունի թե իմաստ չունի։ Դուք անում եք ֆլեշմոբներ ուղղակի։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, մեր ամբողջ այս քաղաքականությունը, իշխանությունը թե ընդդիմությունը, բոլորը, որովհետեւ ընդդիմությանը դա ռեակցիա էր տեղի ունեցած։ Բոլորն են անում, բոլորը, եթե նայեք նույնը իշխանությունը, որը նաև իշխանության
արածը, թե ընդդիմության արածը, դե բնականաբար իշխանությունը միշտ բարձրագույն պատասխանատվություն կրողն է, դա կատեգորիկ անթույլատրելի, անգամ դրան անդրադառնալ չի կարելի, հակապետական է անգամ, վիրավորում է մարդու մտածողությունը։ Բայց նույն տրամաբանությամբ նաև շարժումը անդիմություն է։ Հետևաբար այս ֆլեշ մոբեր անելը դեռ չի նշանակում, որ այդպես դեմ են եւ այլև։ Դրա համար ես մի անգամ ասեցի, եթե այդպես ֆլեշ մոբներ էի անում, Հովանավանքը առաջի кейսն չէ, որ պետք է, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը պետք է գնար, բայց այնտեղ հոգևոր սպասավորը մի խոսք, արդեն դեպքերը տեղի ունեցել, մանրամասը չեմ հիշում։ Հիմա այդ ժամանակ ես մի անգամ հեռուստատեսությամբ դրա մասին խոսեցի, ասեցի այդ անհեթեթ քայլերը, որոնք բովանդակություն չունեն, վերջ տվեք։ Դուք դրանով ավելի շատ լեգիտիմացնում եք իշխանությանը, որտեղ դու եկեղեցու որպես պաշտպան դուք եք դիրքավորում, դա լեգիտիմացնում է ավելի շատ իշխանությանը։ Բայց ասի, եթե իրականում գործ եք ուզում առած լինեիք, ուզում եք ցույց տալ, գիտեիք, որ օրինակ Կիրակի օրը, օրինակ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը գնալու է Հովանավանքում պատարագի, չէ՞, որտեղ կարգալույծ է եղել եւ հոգեվոր սպասավորը կարգալույծ եղած է։ Թղթով իրավական հարթությունում եկեղեցուն է պատկանում Հովանավանքը, հոգեվոր առումով էլի կրկին եկեղեցու իրավասության շրջանակներում է, այդքան շատ էիք ուզում, գնայիք բոլորով այդ նույն ձեր ասած կազմակերպություններով։ Մեկ օր առաջ 3000-5000 հոգով Հովանավանքը շրջապատեիք, ասեք, որ սա եւ իրավական առումով եւ հոգեվոր առումով սա շատ միտքեր, ինչի դուք չարեցիք։ Ասեմ, հիմա տեսեք, ես այդ ֆիզիկապես այդ ռեսուրսը 3000-5000 հոգի, ես այդ ռեսուրսը չունեի։ Եթե ես ունենայի այդ ռեսուրսը, ես կանեի այդպիսի բան, բայց այն մարդիկ, ովքեր ասում են 3000-5000 հոգի, ասում կոնկրետ кейս է, եթե ուզում եք կանխեիք դա, նաև այսպես ասած հաղթանակը տոնեիք, ու բոլոր լիազորություններ ունեիք, եկեղեցուն է պատկանում թղթով եւ նաև հոգեվոր իրավունքի շրջանակներում։ Գնայք երեկոյան գիշերվանից մնայիք, իսկ նույնպես է ստացվում, որ դուք հայտնվում եք միայն այնտեղ, երբ որտեղ որևիցե բան տեղի չի ունենալու, ու տոնում եք ինչ-որ հաղթանակներ, որի մեջ հաղթանակ ընդհանրապես չկա։ Ու անգամ ձեր արկայությունը միայն վնասում է եկեղեցուն։ Եվ նույնիսկ մի անգամ ես առաջարկություն արեցի կրկին հեռուստատեսությամբ, ասացի ներողություն եմ խնդրում, որ ես ինձ թույլ եմ տալիս նման առաջարկություն անելու հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, բայց այնուամենայնիվ չկասկածելով նրա իմաստությանը, բայց իմ խորին համոզմամբ եկեղեցու դիրքորոշումը պետք է լինի հետևյալը, որ ինքը հրաժարվում է որևիցե մեկի ֆիզիկական պաշտպանությունից, քանի որ բոլորը եկեղեցու զավակներն են, ինքը հրաժարվում է այդ պաշտպանությունից, քաղաքական խմբեր, ընդդիմություն եւ այլն եւ այլն։ Եվ այդ ժամանակ իրեն պաշտպանողը իրականում կլիներ ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը իրեն չի պաշտպանելու այնքան ժամանակ, քանի դեռ իր հիմնական պաշտպանները ընդդիմությունն են։ Հա, իմ Սրա մասից 1000 ներողություն, սրա մասից բազմիցս եմ խոսել։ Դե, հա, ուղղակի էլի վերադառնում ենք նրան, որ պետք է հասկանալ եկեղեցին, հավատը, արժեհամակարգը, պետություն եկեղեցի հարաբերություններ, вообще որտեղ են կանգնած, էլի, եւ ինչքանով է իդենտիկ եկեղեցին մեր քրիստոնեական արժեհամակարգին, որովհետեւ նոմինալ, հա, բոլորս ընդհանուր առմամբ քրիստոնեական արժեհամակարգի կրող ենք, ես էլ, որովհետեւ քրիստոնեության հիմքում, ինչպես նաեւ բարոյականության ընդհանուր տենց հիմքում երկու հիմնական սյուն է դրված, մեկը դա հնարավորության դեպքում մարդու բարեկեցության, բարօրության բարձրացումն է, լավացումն է, մյուսը տառապանքի նվազեցումն է։ Այսինքն պետք է նվազեցնես տառապանքը ու եթե հնարավոր է ավելի լավ դարձնես, չգիտեմ, մարդու կյանքը ավելի լավը դարձնես։ Հիմա ըստ դրա պետք է հասկանանք եկեղեցին որտեղ է այնտեղ, էլի, արդյոք այդ նույնն է եւ արդյոք 2008 թվականին օրինակ, երբ եկեղեցին համեմատաբար ամենացածր վարկանիշ, ամենացածր ընդունելությունները, դա լարված վիճակ, մարտի 1 եւ այլն, ժողովուրդը տենց չհայնացած, որ եկեղեցին ինչ որ չմիջամտեց, ինչ որ դուրս չեկավ, կանգնի մեջտեղում, արդյոք ժողովուրդը այդ ժամանակ բան արեց, տենց պետքա քննադատել ժողովրդին, որ մի վարքյան դու տենց դեմ ես Էջմիածնին, ուրեմն ինչ որ բան սխալ ես անում։ Եվ արդյոք եթե նոմինալ եկեղեցու ղեկավարությունը ինչ որ հարցում համաձայն չի ինչ որ ուժերի հետ, արդյոք պետք է ինքը նույնն է պաշտպանել, ասենք կաթողիկոսին, նույնն է ինչ պաշտպանել, չգիտեմ, Քրիստոսին կամ հավատքը, որովհետև մի հատ ուղղակի sense ակնհայտ օրինակ վերջերս Թիֆլիսում էի ու այնտեղ մարդիկ նույնիսկ հավատացյալ վրացիներ, ընկերներս ասում են, դե հա իհարկե բոլորս տենց վրացի ենք, ուղղափառ ենք, բայց մեր եկեղեցին sense կոնկրետ սպասարկում է շատ ուրիշ շահեր։ Համընտրությունների ժամանակ
որոշ բաներ պատմեցին, շատ հստակ դիրքորոշում ունի եկեղեցին, որը բխում է ցամասության կարծիքից եւ ցանկություններից եւ ակնհայտ է, որ եկեղեցին նաեւ ինչ որ ազդեցությունների ենթարկվող կառույց է, ինչը դե մեզ դուր չի գալիս, այսինքն վերնախավ եկեղեցու կոռումպացված է։ Տենց ասում են կոռումպացված է ու հա այդ հիմա մենք որ դեմ ենք չի նշանակում որ մեր վրա իրանք էլ մեզանից 10 անգամ ավելի հավատացյալ են, էլի տենց կոպիտ ասած վարքի վրա ավելի զգացում է։ Լիքը մարդ Ոպշի համաձայն։ Դե լավ, գոնե Մերասելով աթեիստներին նկատի ունես Սերգեյ։ Չէ, եկեղեցիները կիրակերել ավելի լիքն են, ավելի եկեղեցու ցուցադրական մասով, ամեն եկեղեցու կողքով անցնելուց մի հատ խաչակնքվել, բան, պարտադիր ռուլ է թողնել խաչակը, մի խոսքով։ Հա, ու այնտեղ հիմա այդ ժողովուրդը, այսինքն իրանք, մի վարքյան, իրանք ինչ որ սխալ բան են անում, որ քննադատում են եկեղեցուն կամ արդյոք չի կարելի քննադատաբար մոտենալ ու արդյոք եթե ինչ որ եկեղեցու հանդեպ ինչ որ քննադատություն է ձևավորվում, դա նշանակում է հավատի հանդեպ է քննադատություն։ Ինձ թվում է չէ, դրա համար չի կարելի ասել մի վարքյան, բայց եթե ասում են, որ եկեղեցին սпасարկում է ոչ ակնհայտորեն ժողովրդի շահերը, մեկը չի կարելի քննադատել։ Շատ հետաքրքիր կարևոր կետի անդրադարձակ։ Այստեղ մի քանի կարևոր դիտարկում կա։ Բնականաբար քննադատել ոչ միայն պետք է, այլ անհրաժեշտ է, բայց պետք է լինի, պետք է հստակ լինի այդ քննադատության հիմքում ինչն է ընկած։ Իմ քննադատության հիմքում ընկած է ինստիտուտի կառույցի վերացումը, կազմաքանդումը, թե առողջացումը։ Սա ամենակարևոր հարցն է։ Բայց մինչև համատեքստին անդրադառնալը մի կարևոր, քանի որ մեր զրույցը ավելի, այսպես ասած, ինտելեկտուալ է, դրա համար այդ հնարավորությունից օգտվելով մի երկու կարևոր այդ քաղաքակրթական սկզբունքից խոսենք ու թե ինչքան կարևոր է եկեղեցու դերը ոչ միայն մեր համար, այլ ընդհանրապես քրիստոնեական քաղաքակրթությունների համար բոլորի։ Իդեպ արևմտյան քաղաքակրթության հիմքում ընկած է երկուսյուն եւ այդ երկուսյունը միմյանց միացնող այդ տանիքը։ Ուրեմն մեկը justice, արդարություն, ոչ թե արդարադատության հետ, այլ արդարության քրիստոնեական սկզբունքը, որը ինքը նաև հռոմեական իրավունքի մեջ է արտահայտված, եւ veritas, սա էլ հունական փիլիսոփայությունը, իսկություն, veritas, իսկություն եւ արդարություն, քրիստոնեական արժեհամակարգի հիմքում, այս է մեկը հունական փիլիսոփայություն, մեկը հռոմեական իրավունք։ Այսինքն մարդը քրիստոնյան իր էությամբ ինքը մշտապես պետք է իսկությունը փնտրի, ոչ թե դոգմաներով առաջնորդվի, ոչ մի բան հարցականի տակ չդնի, այնինչ մեր իրականություն, այլև ամբողջ արևմտյան աշխարհը այսօր գնում է այդ սկզբունքին ճիշտ հակառակ։ Մենք անընդհատ փնտրում ենք իսկություն, անընդհատ հարցականի տակ ենք դնում, անընդհատ պետք եղած ժամանակ քննադատում ենք, բայց նպատակ իսկությունը փնտրելը եւ ոչ թե ոչնչացնել կամ կազմաքանդել մի բան։ 1 եւ արդարություն։ Այս երկուսին իրեր որպես տանիք միավորում է գրասիա ասածը, այդ աստվածային նախախնամություն կասեմ եւ այլ, այս երկուսին միավորում է իրար։ Քրիստոնեական, ոչ միայն քրիստոնեական, արևմտյան ամբողջ արժեհամակարգը, արևմտյան քաղաքակրթությունը հիմնված է բացառապես սրա վրա։ Իդեպ հայկական քաղաքակրթության հիմքում էլ է նաեւ սա ընկած։ Սա ընդհանրապես դերի մասին, ընդհանուր գլոբալ։ Մեր բարագայում այնինչ տեղի է ունենում եկեղեցու հետ, ինչի համար է իմ համար կտրականապես անընդունելի, որովհետև շատ կարևոր է նաև տեղի ունեցողի համատեքստը, ինչ ժամանակաշրջանમાં դա տեղի ունենում, ինչ ձև է տեղի ունենում, այն մարդիկ, ովքեր ուզում են փորձում են իբր առողջացման քաղաքականություն իրականացնել, իրականում իրենք ունեն նպատակ առողջացնելու, թե ոչ։ Այսպես բազմաթիվ խնդիրներ կան։ Ես օրինակ այն ժամանակահատվածում, երբ մենք տեսնում ենք, որ այսօր ինչքան խորքային ճգնաժամի ինքնության ճգնաժամի մեջ ենք մենք գտնվում, մերժվում է մեր ըստ էության ինքնությունը, պատմությունը, անցյալը, մշակույթը, կազմաքանդվում են պետական ազգային ինստիտուտները եւ դրան գումարված նաեւ այն կարևոր հիմնասյուներից մեկը հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունել այդ տրամաբանությամբ, այդ խոսույթով, ծայրահեղ անընդունելի եւ այլն, այս ժամանակ ուղղակի ուրիշ տարբերակ չկա, քան պաշտպանելը։ Այնինչ ես բազմիցս ասել եմ, որ ես միշտ բազմաթիվ հարցեր ունեմ, բազմաթիվ հարցեր եմ ունեցել եւ այսօր էլ ունեմ, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, սկսած անարդարությունից մինչեւ հոգեվոր տարբեր հարցեր, բայց դրանք ես երբեք, այն էլ այս իրավիճակում,
չեմ արու երբեք ինձ թույլ չեմ տա, սարքում քաղաքական շահարկման թեմա հաշվի առնելով թե ինչ հարվածների տակ են գտնվում ընդհանրապես մենք բոլորս։ Ու երկրորդ կարևոր կետը, ինչ վերաբերում է իշխանությանը, ինչ որ միտեղ իշխանության քննադատությանը եկեղեցուն կարելի էր արդարացված համարվեր, ինչ որ միտեղ եմ ասում, եթե իր տիրույթում, իր լիազորությունների շրջանակներում իշխանությունը բոլոր հարթություններում հաջողած լիներ, առողջացրած լիներ, կայացրած լիներ, հասարակության պառակտումից բռնած ամեն ինչով ինքը կատարելապես հաջողած լիներ, հետո իրեն վերապահեր նաև ասեր, գիտեք ինչ, որպես թեկուս առանձին իշխանություն, ես թույլ եմ տալիս նաև խորհուրդ տալ եւ ասել, սա ոնց պետք է անենք։ Այնինչ մեր իրականությունում բոլոր հնարավոր ոլորտները, բոլոր հնարավոր կազմաքանդված են, պառակտված են, տապալված են։ Այսինքն եթե դուք անգամ ձեր իշխանության տիրույթում գտնվողը ունակ չեք, ոչ միայն գոնե նույնը պահեք, այլ կազմաքանդել եք եւ ունակ չեք առողջացնեք։ Եվ դուք դրանից հետո անցնում եք առողջացնելու մի բանը, որը ընդհանրապես ձեր առողջացնելունը չի։ Այդտեղ նշանակում այլևս կա միտում։ Եվ այստեղ նաև շատ կարևոր է, որ այս ժամանակ բոլորը կանգնեն ի պաշտպանություն եկեղեցու, ոչ թե անձերի, այլ ի պաշտպանություն եկեղեցու։ Անուշիկ, ֆինանսական հաշվետվության դեդլայնը ուրբաթ, ոչ ավել։ Եվ Սարգսյան, գիտեմ, դու արդեն 4 շաբաթ է օգնական էիր ուզում։ Ես քեզ լսեցի, դիմավորի քո նոր գործընկեր Արմենին։ Չգիտեմ նկատել եք թե չէ, բայց Արմենը պինգվին է։ Լավագույն ռեզյումեյով պինգվինա, 6 տարվա աշխատանքային փորձ, կարմիր դիպլոմ։ Հա, բայց ես ուզում եմ, որ իմ օգնականը մարդ լինի, ոչ թե պինգվին։ Իսկ դու ընտրությունների մասնակցել ես։ Չէ։ Այ տեսնում ես, իսկ ինչ այլնում, երբ մենք չենք գնում ընտրությունների, Արմեն։ Եթե դու չես ընտրում են քո փոխարեն։ Սուրեն ջան, ակնհայտ է, որ դուք ժողովրդի ծոցից չեք, ինչ որ շատ բարձր այդպես խորքային թեմաներից ենք խոսում։ Մինչդեռ ժողովուրդը դից ավելի հասարակ, մի քիչ ճղճղան, մի քիչ էմոցիոնալ բաներ է հասկանում։ Հիմա ուզեմ մի հատ գլոբալ հասկանամ ձեր ֆորմատը։ Տեսեք, ես sense եմ պատկերացնում, որ դուք տեղավորվում եք Գոլիաֆը Դավիթի դեմ ֆորմատի մեջ, որտեղ դուք Դավիթն եք, ու այդպես մնացածը Գոլիաֆներ են, որովհետև կան ուժեր, որոնք ունեն այդպես աջակիցների բանակներ, որոնք ունեն այդպես տասնամյակների ինչ որ փորձ կամ բան, ու դուք ավելի քիչ ճանաչված, այնց ոնց որ ուղղակի մտել եք այս օվկիանոսը, որն է ձեր հույսը, հա, այդ որն է ձեր գաղտնի զենքը, ոնց եք փորձում մարդկանց համոզել, որ այս չգիտեմ, այս 5 միլիարդ ունեցող մարդը այդքան բան չի կարա փոխի ինչքան մեր ուժը, այն մյուսը, որը չգիտեմ, պատերազմով կամ բանով անցել, այդքան չի կարա ինչ որ բան փոխի, քան ես։ Որն է ձեր դիրքավորումը։ Չեք կարծում, որ այդքան շատ չեն շանսերը, այդպես գալիաֆների մեջ ինչ որ հաջողության հասնելու։ Այդ համատությունը բայց դուրս եկավ, բայց վերջում ինչ ալնում, պատմության վերջում ինչ ալնում, այդ պատմության վերջում happy end-ա, չէ՞, այդ վերջում happy end-ը անպայման լինելու է։ Այդ քարը ձեր որն է։ Այդ happy end-ը անպայման լինելու է, բայց ցեք ոչ թե մարդկանց պետք է համոզել կամ մնացածին վատաբանելով, ասելով այ նրանք վատն են, ես ավելի լավն եմ։ Ուղղակի պետք է մարդկանց ներկայացնել ով եք դուք ընդհանրապես, ուր եք ուզում գնաք եւ ուր եք ուզում տանեք այս գործընթացները։ Շատ պարզ։ Հիմա այն ինչը մենք առաջարկում ենք մարդկանց, դա ոչ միայն իրեն շահերից է բխում, այլ նաեւ մեր խորին համոզման բխում է ընդհանրապես մեր նաեւ պետության եւ ընդհանրապես մեր ազգային եւ պետական շահերից։ Ինչի համար պիտի մենք հաջողենք։ Ուրեմն այս ընթացքում մենք երբեք չենք շարժվել մեզ պարտադրված օրակարգերով, շաբլոններով, ոնց որ մարդիկ միշտ պարտադրել են, այս կանոնները կա, այս ձևերը կա եւ այլն։ Մենք մարդկանց հետ հնարավորինս փորձում ենք ուղիղ հաղորդակցվել, ուղիղ, առանց դերեր խաղալու, առանց ինչ-որ կերպարներ արհեստական ստեղծելու, անմիջական շփվել մեր օրակարգերը մարդկանց ներկայացնել եւ դրա դիմաց ստանալ աջակցություն։ Մեր միակ ու բացարձակ հնարավորը կարող է եւ պետք է լինի միմիայն ժողովուրդը։ Եվ այդ ամեն ինչ իրականացնելու համար ամենևին էլ 5 միլիարդ պետք չի։
դա շատ կարևոր հանգամանք է ֆինանս ունենալը, անհրաժեշտ, բայց ոչ բավարար։ Այստեղ շատ կարևոր է, որ ի տարբերություն շատ շատերի մենք մարդկանց որպես ծախս չենք դիտարկում։ Այս քաղաքականությունը 30-ից ավել տարիներ շարունակվում է եւ այսօր շատ ավելի նոր փուլ է մտել։ Եվ սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Իդեպ մեր թվում մեկ հոգի մարդ չեք տեսնել, որ աշխատավարձով աշխատում է, կամ աշխատավարձով մեր հետ շրջում է, պտտվում է։ Մեկ հոգի անգամ մարդ այդպես չեք տեսնի։ Ու մարդկանց կրկին եմ ասում, մենք չենք դիտարկում որպես ծախս։ Այնինչ այսօր համատարած այդ գործընթացն է տեղի ունենում։ Ամեն ինչի հիմքում ընկած է բացառապես ֆինանսը։ Անկամ թմերի ներսում չվիրավորելով որևիցե մեկին ամենայն հարգանքով, թմերի ներսում միմյանց կապողը բացառապես ֆինանսական համակ, ֆինանսն է, փողն է։ Ուրիշ ոչ մի բան։ Իսկ անգամ մեր թմից սկսած միմյանց կապողը ընդհանուր նպատակն է, որտեղ յուրաքանչյուր ոչ թե տալիս ենք այդ մարդկանց, այլ յուրաքանչյուր process-ի մեջ ինչ որ մի բան դնում է։ Եվ եթե ուշադրություն դարձնեք այս ներկա քաղաքական իրականությանը, կտեսնեք, որ այն հիմնական կետերը, որի շուրջ կոնսոլիդացիա է տեղի ունենում, թվացial կոնսոլիդացիա, չէ՞, դրանք գաղափարի շուրջ կոնսոլիդացիաներ չեն, բացառապես ռեսուրսի շուրջ, ֆինանսի։ Դուք չեք կարող որակական փոփոխություն բերել, եթե կոնսոլիդացիան տեղի է ունենում բացառապես ֆինանսի շուրջ եւ ոչ թե գաղափարի կամ տեսլականի կամ մնացածի շուրջ։ Իսկ մեր 1000 ներողություն, իսկ այդ կոնսոլիդացիան, այսպես ասված, ամբողջությամբ այլ տրամաբանությամբ է տեղի ունենում, այսինքն մենք քաղաքական գործընթացին ոչ թե նայում ենք բացառապես որպես ծախս, այլ նայում ենք որպես գաղափար ընթաց եւ այդ գաղափարը մարդկանց ներկայացնելու։ Տեսեք, ես ուղղակի մտածում ոնց ես կանեի, հա, եթե նոր քաղաքական ուժ լինեի, մտնեի դաշտ, ես բոլոր հնարավոր օպցիաները կփորձեի, բոլոր հնարավոր ուժերի հետ քննարկումներ կանեի, կփորձեի տեսնել որն է ավելի մոտ, որովհետեւ ամեն դեպքում միասին ավելի մաթեմատիկայի տեսանկյունից ավելի հեշտ է, քան տենց մի հատ լրիվ 0-ից ուժ սկսելը։ Արդյոք տենց սպառել եք բոլոր հնարավորությունները այդ մյուսների հետ ընդհանրություն գտնել, որովհետեւ կարծես թե ձեր առաջարկածը ինքը ոչ մեկ չի ասի, չէ, դեմ ենք արժանապատվությանը կամ ազգային ինքնությանը, պրինցիպի նենց բաներին, որ ընդունելի կլինեն, էլի, հա։ Հայաստան դաշինքն էլ ինքնությունը ցած առաջի բաներից դնում։ Ոնց փորձել եք տենց սաղի հետ տենց համոզվել, որ արա դե չէ, ոչ մեկ չի ներկայացնում այն ինչ որ մենք ուզում ենք, ստիպված առանձին ենք սկսում։ Դեք, ուրեմն նաև շատ կարևոր համագործակցության համար մեր համար շատ կարևոր 4 սկզբունք կա։ Այն մարդիկ ում հետ որ մենք պատրաստ ենք համագործակցել, չպետք է լինեն ներկա իշխանություններից կամ նրանցից ածանցյալ ուժեր, չպետք է լինեն նախկին իշխանություններից եւ նրանցից ածանցյալ ուժեր երկուս, չպետք է լինեն հակարևմտյան եւ չպետք է լինեն հակառուսական։ Սա կարող արդեն այս 4 կոմպոնենտը մեծ խնդիր է բացառելու համար այդ ամենը։ Ուժեղ Հայաստանը 4-ին է տեղավորվում, հա։ Չէ։ Դե ասում են մենք հակարևմտյան չենք։ Հա, չէ, ամեն ձև ասեցի։ գոնե նախկին ներկա եւ այլ իշխանությունների կոնտեքստում բնականաբար չի տեղավորվում, բնականաբար չի տեղավորվում։ Եվ սրանք են առաջինը որ այն սահմանները, որ հետ չենք համագործակցի։ Այս սահմանները երբ արդեն գծում ենք, 99%-ը բացառվում արդեն այս պարագայում։ Հայկ Մարությանի հետ այդ դեպքում կարա լինել։ Ասեցինք, չէ, նախկին ներկա իշխանությունները եւ այլն։ Բացի այդ երկրորդը Արթուր Բրատս։ տեսեք, բացի այդ նախկին ձեր ասած տեխնացուի հետ կապված, այստեղ միայն այս 4 կոմպոնենտն է հերիք չի։ Կարևորը արժեքային նաեւ համընկնումներ, որովհետեւ քաղաքականությունը միայն, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ասելը չի կամ ընդդիմությանը կոռուպցիոներ թալանչիներ ասելը չի։ Քաղաքականությունը առաջնահերթությունների մասին, արժեքային ինքի մասին է։ Եք ինձ թվում է, եթե ունեք ասելիք, որը ուզում եք sense մաքսիմալ հնչեղ դառնա, ամենակարճ ճանապարհը ազգային ժողովով է գնում։ Ազգային ժողովում հայտնվելու կա շատ հստակ նախապայման, որ պետք է այսքան տոկոս հավաքվի, եթե մենակ եք 4, եթե դաշինքով եք 8։ Հիմա միավորելով ուժեղը, որտեվ օրինակ էլի զուտ Հայկ Մարությանն է որպես օրինակ գալիս, մարդ ասում է ես Ռուսաստանին էլ դեմ չեմ, Արևմուտքին էլ դեմ չեմ, նախքին իրան ասելը նու չգիտեմ որքան Կամ ասի արժեքային, չէ, արժեքային։ Չէ, ուզում եմ ասեմ, դες ինչ որ հստակ հակասություն ես առաջի այսքից չեմ տեսնում եւ այդպես մի քանի ուժ էլի կա, որ կամ չեմ լուսավոր Հայաստանը, իրանց հետ ինչ որ միավորումը
միթե ավելի ռացիոնալ չի, որովհետեւ ոնց որ բոլորի շանսերը ավելանում են եւ ինչ որ գաղափարական զիջում ես չէի տեսնել էլի որ ասե, Սուրեն Պետրոսյանը դավաճանեց իր այսինչը միանալով Լուսավոր Հայաստանին կամ Նոր ուժին, որովհետեւ ոնց որ թե չէ։ Չէ, դե Լուսավոր Հայաստան, չէ, Լուսավոր Հայաստանի դեպքում դա շատ, այսպես ասած, ինչպես է մնացածը, շատ կարմիր գիծ է բնականաբար, հիմա դա նաեւ ասեմ, չեմ ասում ինչ որ մեկը վատն է լավ, գիտի տարբեր ենք։ Չէ, ես ընդհանուր միտքը հիմա վերանանք։ Տեսեք, ուրեմն մանդատը, Նարեկ ջան, մանդատը մեր մոտ ընկալվում է որպես նպատակ։ Մանդատը երբեք նպատակ չի, մանդատը ընդհանրապես միջոց է։ Ինքը նպատակ չի, բայց դուք ազգային Բայց հիմա նայում խոսում եք, ձեզ բայց հիմա նայում եք, որ հիմա ես անգամներով պատրաստ չեմ իմ սկզբունքներից, մենք, ոչ թե ես, մենք պատրաստ ենք մեր սկզբունքներից, արժեքային հենքից, մնացածից հրաժարվենք, որպեսզի ունենանք այդ մանդատը։ Նույն տրամաբանությամբ, եթե պետք է ձեր ասած ուժերը տնենք, նույն հաջողությամբ օրինակ կարող ենք ասել, կարող են գնալ օրինակ եմ ասում ՔՊ-ով։ Չէ, Հայաստանով օրինակ եմ ասում, չեմ ասում առաջարկել են կամ բանի երևույթն եմ ասում։ Չէ, անձնականը դրած մի կողմ, որևիցե որակական տարբերություն չկա իրականում։ Որակական կատեգորիկ տարբեր, քաղաքագիտական եմ ասում, անձնականը դրած մի կողմ, դա թողում ենք մի կողմ։ Որակական ոչ մի տարբերություն չկա։ Նույն օրինակ չեն կարող, օրինակ եմ ասում, որ ասպեկ Լուսավոր Հայաստանի հետ կապված Լուսավոր Հայաստանի դեմոկրատ սոցիալական կուսակցությունը։ Հա, բայց նաև չպետք է մոռանանք, որ այդ մարդիկ մասնակցել են Արցախի հանձնմանը լեգիտիմացմանը, որը մեր համար եւս կարևոր գիծ է։ Հա, մի օքեյ, մի խոսքով, դրանից հետո եւ այլն, ու ինչ որ տարբեր վայրի վերումներ, հա, մենք ծայրահեղ արևմտյան, մենք հետո ծայրահեղ ռուսական, պրոռուսական եւ այլն, մի խոսքով։ Մի խոսքով 18-ից չգտակ ոչ մեկին, ում հետ մենք խնդիր, Նարեկ ջան, ընդհանրապես խնդիր չենք դրել մեկին գտնել։ Չէ, հետաքրքիր է զուտ, որովհետեւ զուտ թվաբաներն ու 18-ն են, այդ բոլորն էլ մի հատ ինչ-որ սկզբունքային հակասությունն էին, որտեղ դե ոչ մի ձև դա այն 4-ը ասեցի ահագին մարդը արդեն ֆիլտրում է։ Այն մյուսն մի քանիսին անդրադարձ է։ Երկրորդն էլ ինձ թվում է մյուս դեր ասած տեխնացուներ, ինձ թվում է քաղաքականությունը մենք միտումնավոր շատ ենք անլրջացնում, այդ ֆլեշ մոբային տրամաբանությունը բերում։ Դա համար քաղաքականության մի քիչ այլ տրամաբանությամբ է պետք նայել։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են։ Ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ես մի հատ ուրիշ տեսանկյունից փորձեմ մոտենալ։ Okay, արժեքներ եւ այդ գաղափարախոսությունը հասկացանք, ունեք, բայց հնարավոր չէ մոտենալ մի քիչ ավելի պրագմատիկ տեսանկյունից, օրինակ լիբերտար տեսանկյունից ու ասել ով ինչ արժեքներ ունի, okay, թող իր արժեքների շրջանակում ապրի, մենք ընդհանրապես ապահովում ենք երկրի կեցությունը ու անվտանգությունը, որ, չգիտեմ, մեկը մի արժեքի կրող եք, մեկը մի քիչ ուրիշ արժեքի կրող եք, մենք կոպիտ ասած չենք մտնում անհատական դաշտ, ուղղակի ընդհանուր կանոններ ենք սահմանում ու ամեն մեկը իր բարոյականության շրջանակում կարա ապրի, որտեղ չենք խորանում, էլի, ամեն մեկը տենց մայկրոմենեջ անենք։ Այդ
այդ տեսանկյունից ինչքանով է կարևոր տենց լրիվ արժեքների վրա հիմնվել, այլ ոչ թե կանոններ սահմանելու եւ ինչ որ տենց ընդհանուր դաշտ սահմանելու, այնտեղ ամեն մեկը թող նարեկը իր ձևով ապրի, ես իմ ձևով ապրեմ, թող չտարբեր ապրենք։ Դե Սերգեյ ջան, ուրեմն կրկին էլի մանդատը գերնպատակը չի։ Մանդատը ընդհանրապես միջոց է։ Ու շատ կարևոր է, որ ձեր ընթացքն էլ արտահայտի ձեր իրական նպատակներն ու արժե համակարգը։ Ես պայմանական ասած, ես չեմ կարող դեմ հանդես գալ գողությանը, բայց ես ինքս գողության դեմ պայքարեմ ջեբկիրությամբ։ Իմ ընթացքը պիտի արտահայտի իմ գաղափարները, իմ սկզբունքները, իմ նպատակները, իմ արժեքները, եւ այսպես շարունակող այդ ես օքեյ եմ օրենքներ ու այդ ժամանակ բայց նեղություն, այդ ժամանակ պարզ թվաբանությունը երբեմն նաև անգամ տեխնիկական իրավական առումով պարզ թվաբանությունը երբեմն չի աշխատում։ Կարող է պայմանական այդպեսի բան չի լինի բնականաբար, բայց պայմանական ձեր ասած ուժերից մեկի հետ եթե ես գնում եմ միավորման, որովհետեւ մեկը չի կարող ասել, որ այն մարդիկ ովքեր ինձ պետք է քվետային, օրինակ, դրանց 80%-ը կարող հենց միայն այդ հանգամանքի պատճառով ինձ քվետ չտա, որովհետեւ այդ մարդկանց հետ մենք շփվել ենք բացառապես այդ սկզբունքների, այդ արժեքների Եթե շատ տարբեր են, լրիվ համաձայն եմ, բայց եթե պայմանական Արման Թաթոյանն է, ես ոչ մի սուր հակասություն ձեր մեջ առաջին հայացքից չեմ տեսնում։ Ինձ թվում է եզրեր չկան, ոչ թե հակասություն չկա, եզրեր չկա, քիչ եզր ունենք Արման Թաթոյանի հետ։ Ոչ անցած ճանապարհով, ոչ գաղափարական հենքով, ոչ մի բան, եզր անգամ չունենք։ Էլ ասում ինքնությունը պաշտպանենք եկեց։ Ինչ ասեցիք։ Ես առնվազն դրան դեմ չի, եւ արևմուտքի հետ, արևմուտքի եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություն ունենանք։ Նայքը վիզա դրել, ինչ որ մի հատ դաշինք ստեղծել։ Դե արդեն հուշ է, վերջի օրերին չէ։ Տեսանկյունից եմ ասում, երկուսի ինձ թվում է քաղաքական տեսանկյունից եմ ասում, ասելը, թվալը այլ բան է, լինելը ամբողջությամբ այլ բան է։ Ես չեմ տեսել օրինակ որ մի ուժ, տեսել եք ինչ որ մի ուժ, որ ընտրություններին գնա ու ասի ես գալու եմ օրինակ այսինչը փչացնեմ, այսինչը վատացնեմ, հարկերը բարձրացնեմ, կամ մեկը գասի ես այսինչի պրոյեկտ եմ օրինակ։ Բնական բոլորը լավն են ասելու։ Եկեղեցին վերափոխելու է։ Դե ասում եմ բացառությունները լինում են, որպեսզի հաստատեն օրինաչափությունները։ Ընտրություններով կյանքը չի ավարտվում։ Ասենք եղան ընտրությունները եւ ինչ է լինում կուսակցության քաղաքական ուժի, չգիտեմ, հետագա քայլերը, հետագա պլանները, ասենք ընտրությունից հետո, եթե ասենք թե չի գալիս իշխանության ուժը կամ մի խոսքով, ասենք թե հաջորդ օրվանից կան ուժեր, որոնք տենց, օքեյ, դե 4 տարուց կհանդիպենք ու մի 4 տարի ինչ որ չենք լսում, հետո հայտնում են։ Հիմա ձեր պլանները որոնք են, երկարաժամկետ ինչ որ բան ունեք, թե ամբողջ ստավկան այս ընտրությունների վրա եք դրել։ Բնականաբար երկարաժամկետ են մեր պլանները։ Այս ընտրություններով ես համոզված եմ որ կհաջողենք, հիմա կանադա ռամասեմ ինչի համար, որովհետև շատ ժամանակ երբ որ մարդիկ օրինակ ասում են, թե գիտեք, շանսերը քիչ է եւ այլն 4%-ի, միշտ հարցնում եմ, այդ շանսերի մասին ձեր պատկերացումները որտեղից։ Մեդիայով եք լսել։ Սա շատ կարևոր հարց է, երբ մենք ինչ որ մի բանի մասին խոսում ենք, պետք է կարողանանք այդ հարցին նաև պատասխանենք, ասենք, այն պատկերացումներն ու ընկալումները, որոնք իմ մոտ ձևավորված են, ինչի արդյունքում կամ հետևանքով են ձևավորված։ Սոցհարցումներ են, ես եմ կամ իմ ծանոթներն, իմ ծանոթների շրջանակը 7-8 հոգի են, 15 հոգի են, կամ ես լրատվականներ եմ տեսնում սոցցանցերն են։ Ինչքան լրիվ սոցիոլոգիան մերժում եք որպես գիտություն։ Էս չէ, այս բaragam չեմ մերժում, որտեղ սոցիոլոգիան իրականում ճշգրիտ գիտություն է, ինչքան վճարում, այնքան ստանում ես։ Սա շատ կարևոր է։ IRI-ը, որը ոչ մի ինչը IRI-ը օրինակ, ոչ մի skin in the game չունի, հաստատ պատվերով չի որևէ մի կուսակցության։ Ոչ որ կուսակցության չէ, տարբեր թևերի ոչ, բնականաբար այդպես չի։ Հիմա ուզում եք IRI-ը մեզ իրա տված ցուցանիշներն ենք ու վերջում կնենք արդյունքները, տեսնենք տարբերությունը կա թե չկա։ IRI-ը եւ մնացածը բոլորի հիմքում մանկած է հանրային կարծիքի ձևավորման գերնպատակը, հանրային կարծիքի ձևավորման։ Ես անգամ կարող եմ հիշել այդ մեր 24 թվականի շարժման ժամանակ IRI-ը հրապարակել էր ցուցանիշներ, որտեղ որ ամենաճանաչելի քաղաքական գործիչներն էին։ Ինչ-որ նման սանդղակ էր։ Այն ժամանակ, երբ որ պայմանական եմ ասում, գոնե ամեն երկրորդը ինձ ճանաչում էր։ Ամեն երկրորդը, այնտեղ մարդիկ կան 2% ճանաչում, բայց իմ անունը օրինակ այնտեղ չկա։ Մի օրինակ եմ, պրիմիտիվ օրինակ եմ բերում պարզ։ Բայց ես չեմ ասում, որ իմ նկատմամբ անարդարություն եւ այլն, բոլոր ունեն հստակ քաղաքականություն եւ ունեն
օրակարգեր, որոնք սպասարկում են։ Դա ամենայն հարգանքով էլի բոլորի նկատմամբ, այստեղի բոլոր կազմակերպությունները, սոցիոլոգիական հարցումները բացառապես միտված են հանրային կարծիքի ձևավորմանը, մասնավորապես այն նաև թեզերի սպասարկման, որտեղ որ կան առաջատարներ, որ դուք քվեարկեք անպայման առաջատարներին, բայց հաշվի առեք, որ այստեղ կան ավելի ցածր տոկոսով ձեր ձայնը փոշիանալու այդ կեղծ թեզեր եւ այլն։ Ոչից չեն վերցնում, ասենք չկա բան, որ ասի դե առաջատարը Էդմոնդ Մարոկյանն է, երրորդ տեղում Բնականաբար, օթից չեն վերցնում, բնականաբար, բայց հենց դա իմը, դա հանրային կարծիքի, շատ ասեցի, հանրային կարծիքի ձևավորման կարևոր, շատ կարևոր գործիք է։ Դե Եվս պետք է չի հաշվի կարա շատ բան է, պայմանական չունեմ, որ ասեն դե 30% աջակցում է Տիգրան Ուրիխանյանին, դու զարմանաս։ Չէ, հիմա օրինակ եմ ասում։ Եթե չեմ սխալվում, 21 թվականին թվերը մոտավոր կարող ասեմ, բայց սխալը կարող քիչ լինի։ Գելափը տվել էր, որ 20% Նիկոլ Փաշինյան, 20 քանի տոկոս Նիկոլ Փաշինյան, մոտ 40% Ռոբերտ Քոչարյան։ Գելափը տվել էր։ 180 աստիճան, սա չգիտեմ։ Դրա համար մենք Գելափին չենք բերում որպես լավ օրինակ։ Ես չէ, ես մի օրինակ եմ ասում։ Հետևաբար նաև այն տպավորությունները, որոնք որ մենք ունենք, շատ կարևոր է, ինչի արդյունքում կամ հետևանքով են ձևավորում։ Սա էլ է կարևոր, իդեպ սա էլ է մարդկանց մոտ ձևավորում նախապատվություններ, բայց նաև ամենավտանգավոր օրակարգը որն է, մարդկանց տալիս են վատի ու վատագույնի միջև ընտրություն։ Ու իրենք էլ են խոստովանում, ասում են, այո, իհարկե, վատի ու վատագույնի միջև ընտրությունը, բայց ընտրեք, տեսեք, որն եք ուզում։ Ու ընտրության հիմքում ու տեսեք, ամբողջ դաշտը, մեդիա դաշտը, տարբեր ուժերի արբանյակներ, բոլորը խոսում են ձայների փոշիացումից։ Բոլորը, հանկարծ ձայներ չփոշիացնեք։ Սա ամենախայտառակ, ամենամանիպուլատիվ, ամենաիշխանական օրակարգն է ձայների փոշիացումից, ձայն եք փոշիացնում եւ այլն։ Որովհետեւ մարդուն իր ընտրություն կատարելու հիմքում դնում են ոչ թե գաղափարը դու ինչի համար պետք է քվեարկես, այլ ասում են այս կերպ քվեարկի, որ ձայնը չփոշիանա եւ ոչ թե ինչ սկզբունքով դու քվեարկի։ Փոխարեն մարդուն ասել ընտրի որ սկզբունքով դու քվեարկես, ոչ թե քվեարկես, այլ ընտրես։ Այլ բերում են տեխնիկական հարցը։ Ասում են ձայնը չփոշիանա առանց ասելու թե մյուսը պետքա լինի, պետք չի որ լինի այդ ամեն ինչը։ Ու մյուսը երկրորդ օրակարգը ասում են տիտղոսակիր ընդդիմությունը կամ նոր տիտղոսակիր դարձող ընդդիմությունը ասում են մենք միանշանակ արդեն հաղթել ենք, չէ՞, մեծամասնություն ենք։ Եթե չենք հաղթել, սահմանադրական մեծամասնության մասին չի խոսքը։ Մենք ավելի շատ ենք, քան ԿՓ-ն, ճիշտ է։ Համատարած բոլորի խոսույթը դա է, մեկտեղ չեք տեսնում, այլ խոսույթ լինի։ Հիմա ու միևնույն ժամանակ օրինակ համեմատաբար ավելի քիչ ռեսուրս ունեցող ուժերին ասում են այ դուք ձայն եք փոշիացնում։ Այդ ձայների փոշիացումը ինքը օբյեկտիվ էլ է, որովհետև մեր մուտքի շեմը բարձր է։ Ինքը նախ եւ առաջ այդտեղից է գալիս, հələ մի կողմ դնենք բան, ինչքան մուտքի շեմը բարձր, այնքան են չհաղթահարածները ուզենք, չուզենք, ի նպաստ իշխանությանը դա թե իրանց դեմ, մեկը այդ ձայները գնում են, բաշխվում են հաղթողներին։ Եվ ով որ ամենաշատն է հավաքել, զուտ մաթեմատիկորեն այդ բաշխվածից ամենի մեծ պատառը ինքն է ստանում։ Դե հիմա շարունակությունն եմ ասում։ Հիմա տիտղոսակիր ընդդիմությունը ասում է մենք միևնույն է ԿՊ-ից, հələ սահմանադրական մեծամասնություն ենք ունենալու 51+, բայց դե ԿՊ-ից չի քննարկվում, այսպես թե այնպես առաջ ենք։ Ասում ենք շատ լավ, եթե այդպես է, ապա դուք պիտի միայն ուրախ լինեք, որ համեմատաբար փոքր ուժերը ավելի շատ մասնակցեն, ավելի շատ փոշիացնեն, որտեղ այդ ձայնը գումարվելու է ձեզ։ Հիմա դուք որտեղ եք խափում ժողովրդին։ Այդ խլրիվ համաձայն եմ։ Եթե դուք ավելի շատ ձայն եք, հետեւաբար փոշիացվածից ավելի շատ եք։ Այսինքն դուք գիտեք, որ դուք ուզում եք գնաք ընդդիմություն աշխատեք ընդամենը։ Սրա մասն է խոսքը։ Այսինքն այս ամբողջ մեր օրակարգը խորքային մանիպուլատիվ է։ Ինչի մասն է խոսքը։ Կամ երկրորդ, եթե դուք տեսեք ինչ կարևոր պրոբլեմատիկ խնդիր կա։ Մեր 30-ից ավել տարվա 35 տարվա պատմության մեջ քաղաքական համակարգին ու պետությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը արտաքինը մնացածը դրած մի կողմ դա լեգիտիմության ճգնաժամն է եղել թե իշխանության թե ընդդիմության լեգիտիմության ճգնաժամը հիմա այդ մարդիկ իրենց ցածր լեգիտիմությունը օրինակ ուզում են իմ միջոցով լրացնել իրենց ցածր լեգիտիմությունը ժողովուրդը իրենց որ չի աշխատում ուզում են իմ մասնակցության իրավունքը իմ գաղափարները տրամադրելու իրավունքը իմ օրակարգը սպասարկելու իրավունքը սահմանափակեն, որ դրա միջոցով լրացնեն իրենց լեգիտիմությունը։ Սա ամենախայտառակ բանն է։ Եթե ուզում եք մրցեք, օրինակ եմ ասում եք մրցեք գաղափարական դաշտում, ոչ թե տեխնիկական առումով մարդկանց սահմանափակեք։ Ձեր լեգիտիմության պակասը իմ հաշվին ուզենաք լրացնեք։ Դու մի մասնակցի, որ ես ավելի շատ ձայն ունենամ։
Այս իրավիճակում եթե դուք ունենաք նվազագույն բովանդակություն, նվազագույն կարողություն, նվազագույն պիտի ժողովրդի 80-90%-ը անվերապատ ձեր կողք կլիներ, հաշվի առնելով այս աղետալի վիճակը, որում որ մենք գտնվում ենք, ու այն այլընտրանքը, որ դուք առաջացնում եք իբր։ Բայց այդ 19 ուժերը իրանք գաղափարապես արդյոք իրարից տենց շատ տարբեր արդյոք այդքան հարուստ է հայ քաղաքական միտքը, որ sense չկարողացանք 6-ի 7-ի մեջ տեղավորվենք, sense line Էլի սկսեց։ spectra 19 Ահա, տարբեր հիմա շարունակություն ասեմ գաղափարականի, ասեմ Որտեղ է նորմալ, չէ, չէ, շատ է։ հիմա ասեմ, ուրեմն մեր մյուս կարևոր բանը ասեց, գաղափարական հեմքերից մյուսին անդրադառնամ, որ դրան որևիցե եզր չունենք էլի մնացածի հետ։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, հա կարող է հատվածներ, հա, արդարության, ինքնության մասով եզրեր լինեն, բայց գլոբալ գաղափարական հենքով գործիքակազմ մոտեցումները որևիցե եզր, որևիցե մեկի հետ չունենք։ Մեր մյուս կարևոր սկզբունքներից կամ հենքերից մեկը, որ ընկած պետք է լինի հայկական պետության հիմքում, դա համահայկականության գաղափարն է։ Այ դա ի՞նչ է։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես պետությունը, հայկական պետությունը, մեր պատկերացում, ինքը պետք է սպասարկի ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահը, այլ պետության ամբողջ իմաստը հայ ազգի անվտանգության հարատևման երաշխավորումն է, ազգի, սա շատ կարևոր է։ Այդ հաջորդ քայլն է ոնց որ, հա, Չէ, լավ չէ։ կլինի, բայց այս եղածը մի հատ անվտանգություն ապահովենք։ Հենց առանց համահայկականության այս եղածը հնարավոր չի, ասեմ ինչի համար։ Հիմա գնում ենք դեպի Սփյուռք։ Ու իդեպ ազգային անվտանգության ծառայություն, ընդհանրապես այդ կառույցը որ կա, չէ՞։ Գիտեք ինչի համար է ի սկզբանե։ Ինձ թվում է այդքան չեն գիտակցել ժամանակի, ուղղակի պատահաբար այդպես ստացել, որտեղ մենք copy paste ենք անում միշտ տարբեր ֆրանսիական մնացած օրենսդրությունից։ Բայց ինչի համար է ազգային անվտանգության ծառայություն եւ ոչ պետական անվտանգության ծառայություն։ Okay, ինչի՞ համար։ Ուրեմն սա եւ գիտական, տեսական առումով ազգային անվտանգությունը նշանակում է, որ պետությունը պետք է կարողանա երաշխավորի իր ազգի ներկայացուցիչների անվտանգությունը իր պետության սահմաններից դուրս նաև, դա իր պարտավորությունն է։ Պետական անվտանգության ծառայությունը բացառապես իր քաղաքացիների, ովքեր ապրում են Հայաստանում։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, նաև երբ Գազայի խնդիրը համեմատաբար նոր էր ակտիվ փուլ մտնում 2022 թվականին, եթե չեմ սխալվում, Բայդենն էր, եւ Բայդենը գնաց Իսրայել իր խոսքի ժամանակ, որին այդպես էլ այդպես մեծ անդրադարձ չեղավ, շատ կարևոր մի անդրադարձ արեց։ Ասեց դուք պետք է նաև հաշվի առնեք, որ Իսրայելը ոչ միայն իր քաղաքացիների Իսրայելում ապրող իսրայելցիների անվտանգության երաշխավորն է, այլ ամբողջ աշխարհում բնակվող իսրայելցիների երաշխավորն է, դրանով նաև արդարացնելով Գազայում տեղի ունեցողը։ Այսինքն ազգային անվտանգության ծառայություն եւ պետական անվտանգության ծառայություն էական տարբերություն կա։ Իմ խորին համոզմամբ այս իշխանությունը նաև փոխելու է պետական ծառայությանը փոխելու։ Իրական Հայաստանի շրջանակներում ազգային անվտանգությունը փոխելու է։ Ուրեմն համահայկականության սկզբունքը ինչը նաև ենթադրում, որ նաև մենք պիտի կարողանանք կոնսենսուսային գաղափարի շուրջ ազգային ողջ ներուժը կենտրոնացնել։ Կոնսենսուսային գաղափարի շուրջ Շատ ենք լսել էլի, որ այո, ամբողջ հայության ներուժը, բայց ուրեմն տեսեք, ունեք ներուժ գլենդելցու, որոնեջցու ինչ որ շահերը պաշտպանելու։ Չէ, այդ ամպ կամ է, դրա համար օգտագործելու իրանց ներուժը։ հսկայական, ու ասեմ, իդեպ այստեղ նաև շատ կարևոր տեղ եւ դեր ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը կարելի ասել բոլոր տեղերը ամբողջ աշխարհում, եթե չեմ սխալվում 200, թե 400 թիվը չեմ կարող հիշել, եկեղեցիներ կան, նաև ինքը միակը չի։ Ինքը միակը չի, բայց բնականաբար ամենակայացածն, ամենառանցքային է, որի շուրջ համախմբված են համայնքներ։ Սա պատրաստի արդեն ինստիտուտ է։ Մեզ պակասում է կոնսենսուսային փոխ համաձայնեցված գաղափարը։ Նաև Սփյուռքում ապրող, որ պետք է Սփյուռք ասած ըստ էության նաև այդ միտքը, բառը, եզրույթը նկատեմ, ինքը ոնց որ կորի է, Սփյուռք բառի իմաստ չունի, այդ համահայկականության գաղափարն է պետք ներդնել։ Ինքը պետք է նաև կարողանա հասկանա ինքը ինչ է շահում դրանից, այս հայկական պետության ձևավորումից, որ ինքը նաև իր ռեսուրսները կարողանա ծառայեցնել նաև ի օգուտ Հայաստանի։ Մենք այս ողջ ժամանակահատվածում 30-ից ավել տարիների ընթացքում Սփյուռքին դիտարկել ենք բացառապես դրամապանակ։ Ասենք դու փողը տուր, ինչ պետք դու տուր ու գործ չունես անգամ, էլ հարցրու այդ փողը ինչ եղավ։ Մենք ինչ պետքա կանենք։ Հիմա շատ կարևոր է, որ Սփյուռքում մեր հայրենակիցները եւ այլը բոլորը ունենալով այդ կոնսենսուսային գաղափարը, հայկական պետություն ունենալու գաղափարը, իրենք ներուժը նաեւ ծառայեցին այդ պետությունը կայացնելու համար։ Ժողովրդավարական համախմբում կարծես թե։ Այո։ Ուրեմն տեսեք, համահայկականության հիմքում նաեւ երկու կարևոր գաղափար պետք է ընկած լինի։
Սա շատ ավելի երկար է բացում։ Հայ լինելը, գլոբալ հայ լինելը պետք է լինի անվտանգ։ Երկրորդը, մենք միշտ հայությանը միավորելու գաղափարի շրջանակներում առաջնորդվել ենք միայն բարոյական սկզբունքներով, որ մենք հայ ենք, մեր ինքնություն հայրենիք եւ այլն, այնինչ շատ կարևոր է տնտեսական կոմպոնենտը չանտեսել։ Հայ լինելը նաեւ պետք է լինի շահավետ։ Հայկական կապիտալի Դիվիդենդներ պետք է գան հայկական կապիտալի գաղափարը դեմ չի լինի դրա։ բավականին առանցքային, ու իդեպ ասեմ, ես իրենց օրինակը չեմ ասում, հрьяաները բավականին լավ այս կոմպոնենտները օգտագործում են։ Կաշերի նշանով եւ այլն մնացածով ինքը Հարսանիքի կոնկրետ բնականաբար են տալիս, որ նոր ընտանիքը։ Տեսեք, սա առանցքային տարբերություն է։ Հայ լինելը պետք է լինի անվտանգ, հայ լինելը պետք է լինի նաեւ շահավետ։ Ու մի ցավալի փաստ ասեմ, ուրեմն վերջին ժամանակահատվածում Միացյալ Նահանգներ, Կանադա եւ եվրոպական մի քանի երկրներում հայկական դպրոցների հաճախելիությունը համամասնորեն 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո 50-ից 60% անկում ապրել։ 50-ից 60, այսինքն սա գիտեք ինչ խայտարակ իրականություն է, մարդը չի ուզում մնա հայ։ Դուրսը ինքը ասում է ես լինեմ հայ, ինչ, հայը պրոբլեմատիկ է, հայ էս մայն նվաստացած է իրականում, դե հայը գիտեք որ ամեն տեղ ուն տեսնեք հայ էս մեր հպատակային քաղաքականության հետևանքում ինքն նվաստացած ազգում բոլորը համատարած ամեն տեղ դա կլինի Ռուսաստանում կլինի Եվրոպայում կլինի մնացածում հիմա մարդը ասում է ես մնում եմ հայ ինչ անեմ էլ հա ես ստեղ եմ ծնվել արդեն կամ երեխաս տեղա ծնվել մի խոսում երեխան է հայ մնալ իմ համար արդեն խնդիր է դառնում այնինչ հայ լինելը պետք է նաև լինի որտեղ խնդիրը անվտանգ իդեպ 94 թվականի առաջին պատերազմից հետո Արցախի ազատագրումից հետո հսկայական աճ եղավ մարդիկ դպրոցների հաճախելիություն եւ այլն մարդիկ ովքեր 7 հպորտ այնկom հայ բարեկամ էին ունեն մինչև նույնականացնում էին հայ հետ որտեվ հայ հաղթող տեսակ էր վերհառնող տեսակ էր հայ լինելը նաեւ պատիվ էր ու իդեպ պետության կայացման գործում հարցում եւ ընդհանրապես ազգաշինության ու իդեպ մինչև պետականաշինություն տեղի ունենում ազգաշինություն ազգաշինությունից հետո է պետականաշինությունը ո՞նց է կանում հիմա այդ եմ ասում ուրեմն սա շատ կարևոր է որ կա ազգային հպարտության ինդեքս սա 4 գիտական եմ ասում անգամ հեղինակները կարող եմ ասել նայեք Այլմոնդ, Վերբը, անգլոսաքսոնական հենց ազգային հպարտության ինդեքս այն ազգերը որոնք որ ազգային հպարտության ինդեքսով այդ հպարտության ինդեքսը չշփոթեք էլի դրոշ վառելու հետ մենք որ ծառեր մենք որ խորոված ենք անում դուք ուրեքսես անմտությունների հետ չշփոթել երբ ազգային հպարտության ինդեքսը ցածր է լինում այսինքն դու հպարտ չես որ նաև հա այդ նվաստացած վիճակում եղել դու կոպիտ ասած տեսականորեն անգամ պետականաշինության չես կարող գնալ տեսականորեն չես սա պատմությունն է ապացուցում սա գիտությունն է ապացուցում Դրա համար հիմա այս ամեն ինչը շատ կարևոր է վերականգնել, բայց այն մարդը, հիմա հենց դա եմ ասում, այն մարդը, ով ինքը պիտի նաև մասնակից լինի հայկական պետության, պատկերացրեք Սփյուռքում ապրող մարդ է, չի ասի ինչ եք ուզում ինձնից, ինքը պիտի իմանա, որ դրանից իրան ինչ, կոպիտ ասած, դրանից ինքը մեկ ունենում անվտանգություն, երկրորդը տնտեսական շահ։ Անվտանգություն ասել դուք պատկերացնում եք, օրինակ այն մարդը, որ համայնքային կյանքով այնտեղ ապրում է, ինքը ներդրում անում Հայաստանի հետ, իր Հայաստանի հետ կապերը ավելի ամուր են, ավելի պինդ են, ինքը շահագրգռված է Հայաստանին նաև հզորացման, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իր դիվանագիտական խողովակներից բռնած բոլոր մնացած ռեսուրսներով այս մարդու անվտանգության նաև երաշխավորն է իր երկրից դուրս։ Հիմա օրինակ եմ ասում, մի շատ օրինակ հույների օրինակը կարող եմ ասել։ Մենք հույներին չենք անդրադառնում շատ։ Օրինակ հույն բիզնեսմենը թեկուզ այնտեղ ով գնացել է մշտապես ապրելու ուզում է բիզնեսը ինչ որ խնդիրներ ունի ես վերջի օրինակ դեպքերից կարող եմ ասել ես ինչ ապրանքատեսակ չէր հա որ պետք է մտներ Carrefour-ում ներկայացված լիներ հունական դեսպանությունը պետական մակարդակով այդ խնդիրը լուծեց որ իր սովորական բիզնեսմենի ապրանքը հունական յոգուրտը օրինակ լինի Carrefour մի օրինակ եմ ասում այսինքն մարդը կոնկրետ փաստով եմ ասում Մարդը տեսավ որ պետությունը անգամ ինքն դերի քաղաքացի չի ապրում եւ այլն թեկուզ քաղաքացիության ինստիտուտները պետք փոխել դրա մասին առանձին մեր Այվազյան Վարդանը խոսա համանդրական իրավունքի ամբիոնի վարիչը մեր ցուցակի երկրորդ համարն է փայլուն այդ ամեն ինչին տիրապետում է եւ ինքը ավելի մանրամասն կխոսի եթե հնարավորություն լինի ուրախ կլինի որ իրեն հետ էլ հնարավոր լինի զրուցել բայց այս մարդը տեսնում ասում է գիտեք ինչ հələ անվտանգություն դնենք մի կողմ պետությունը իմ մեջքին կանոնած ես բիզնես եմ ուզում անեմ Ինձ բիզնեսի անելու, որտեղ Carrefour ապրանք մտցնելը
ծայրահեղ դժվար բան է։ Դեսպանատան խողովակում այդ մարդու ապրանքը հայտնվում է իր ուզած տեղում, ինքը սկսում է բիզնես անել, ինքը ավելի կապում իր երկրի հետ, ինքը հասկանում է ինչքան ամուր եղավ իր երկիրը, այնքան ամուր ինքը լինելու դուրսը։ Ու այստեղ խոսքը չի վերաբերում միայն հայրենադարձությանը, բնականաբար պետք է հայրենադարձություն կազմակերպել նաև, բայց շատ կարևոր է հո ունեցած սփյուռքը դրսում լինի չափազանց կայացած եւ ուժեղ, որտեղ դա նաև մեծ լծակներ է տվյալ պետության իշխանությունների վրա։ Եվ սրա մյուս օրինակ հետաքրքիր օրինակ ասեմ, Իսրայելի օրինակն եմ ասում, էլի։ Եթե չեմ սխալվում 1980 թվականներ, երբ Air France-ի օդանավը պաղեստինցիները առևանգեցին։ Այդ ժամանակ եւ առևանգեցին տարան Ուգանդա։ Եթե չեմ սխալվում, իշխանության էր այդ ժամանակ Իդի Ամինը, Ուգանդայի ղեկավարը, որովհետեւ չենք հիշում, չենք հիշում։ Հիմա օպերացիա։ հա, հիմա չէ, որովհետեւ իդերը այդտեղ շատ կարևոր է, ուրեմն դա հնարավորինս Իսրայելից հեռու տարածություն տարան, Իսրայելի համար թշնամական պետություն, այդ ամբողջ տարածքը, որով հա օդային թեկուզ օպերացիան պետք է իրականացվեր, բոլորը թշնամական երկրներով էր, հա, թշնամական երկրների վրայով պետք է անցներ, եթե գնային անգամ օպերացիա անելու։ Ուրեմն այնտեղ տվեցին 24 ժամ, ասին, եթե մեր պաղեստինցի գերիներին չեք ազատում, մենք Air France-ի ժողովրդին կոտորում ենք եւ այլ եւ այլն։ Ուրեմն այդ ժամանակ Իսրայելը հրաժարվեց գերիներին վերադարձնել իր քաղաքացիների դիմաց ու սկսեցին մեծ հանրահավաքներ, որ մեր բարեկամներին բերեք, ոչինչ այդ մի քանի գերիներ հետ տվեք։ Ու այդ ժամանակ մի փայլուն ֆանտաստիկ օպերացիա կազմակերպեց Իսրայելը։ Պետք է գնային եւ ազատագրեին այդ գերիներին, այսպես ասած, Air France-ի ժողովրդին պիտի հետ բերեին։ Ուրեմն այդ ժամանակ օպերացիան իրականացնելու ժամանակ երկու անգամ օդանավները վայրեջք են կատարել, լիցքավորվել են թշնամի պետությունների տարածքում, թշնամի Իսրայելին թշնամի պետությունների տարածքում։ Թշնամի պետությունների տարածքում հնարավոր է եղել լիցքավորում իրականացնել բացառապես իսրայելական համայնքի շնորհիվ, ոչ թե պետական լծակների։ Որտեւ իսրայելական համայնքը նեղ ունենալով հսկայական ազդեցություն իշխանության վրա եւ այլն կարողացել են այնպես կազմակերպել, դրա վրա այդ թշնամի պետությունը աչք փակի, որտեղ մի հատ լիցքավորման խնդիր ա եղել։ Ես կոնկրետ օրինակ եմ ասում։ Ու իդեպ այդ օպերացիան փայլուն կերպով իրականացվում է եւ այդտեղ ընդամենը 1 զոհ ա լինում իսրայելական կողմից, ընդամենը 1 զոհ, որը լինում է Նեթանյահուի ներկայիս Իսրայելի ղեկավարի հարազատ եղբայրը։ Ես մի օրինակ անգամ տեխնիկական փորձեմ ավելի པարզ ասեմ, թե ինչքան կարևոր է նաև տվյալ տեղում, որ պետությունը նաև ոչ միայն հայրենադարձություն կազմակերպի, այլ նաև պետությունը ինքը աջակցի, որ իր համայնքը տեղում հնարավորինս կայանա, հաջողակ լինի, ամրանա, որտեղ դա նաև ենթադրում է մեծ ռեսուրսներ եւ լծակներ տվյալ պետության շրջանակներում։ Հիմա օրինակ մեր հայկական համայնքը, ասեմ, հայկական գործոնը Միացյալ Նահանգներում անգամ այդ ընտրիչների տրամաբանության շրջանակում ընտրությունների հսկայական վճռորոշ դեր է խաղում։ Վճռորոշ պայմանական ասած առանց հայկական գործոնի կարող նախագահը որոշի թե ով կարող է նախագահ ընտրվի։ Մի օրինակ եմ ասում, հիմա այս հսկայական գործիքը ունենալով ուղղակի ապրիորի թողնված է։ Ես մի բան ասեցի, ու նաև սա ինչ է ենթադրում, որ մյուս կարևոր բանը շատ առանցքային է, որ մենք սկսենք ազգային էլիտայի վերհանման եւ մեկտեղման գործընթացը։ Յուրաքանչյուր պետություն եւ հասարակություն հաջողում է բացառապես այն ժամանակ, եթե կարողանում է ոչ միայն ձևավորել, այլ նաեւ վերհանել էլիտային եւ մեկտեղել մեկ գաղափարի շուրջ։ Այն ինչը ճիշտ հակառակը տեղի ունեցավ մեր պարագայում 91 թվականին ֆորմալ առումով անկախանալով ոչ գաղափարապես, ֆորմալ առումով անկախանալով մենք ունեցանք պատմական հնարավորություն մեր պետությունը, մեր մշակույթը, ճակերտավոր սուվերենությունը ու փոխարեն մենք կարողանանք լավագույն ուղեղներին, եթե գոնե ֆիզիկապես չկենտրոնացնեինք Հայաստանում, այլ նաև գոնե այս գաղափարի շուրջ միավորենք իրար, իսկ մենք գիտենք բոլոր ոլորտներում ֆանտաստիկ ուղեղներ ունենք, ամբողջ աշխարհում հաջողած, Ամերիկայից մինչև Ֆրանսիա, մինչև Իրան եւ այլն։ Մենք արեցինք ճիշտ հակառակը։ Այս ամբողջ ժամանակահատվածում 30-ից ավել տարիներ ամբողջ մտավոր ներուժը Հայաստանը մսխեց։ Լավագույն գիտնականները, մնացածը բոլորը լքեցին Հայաստանը, բոլորը։ Իսկ պետության անվտանգության համար առաջնային սպառնալիք է համարվում ոչ թե արտաքին թշնամին, այլ brain drain-ը, ուղեղների արտահոսքը։ Սա ամենակարևորն է։
Եթե դու էլիտա չունեցար, էլիտան գնաց, ով է քո երկիրը շնացնելու։ Դրա համար մենք ունենք այս քաղաքական իրավիճակում այն իրականությունը, որը ունենք, այդ ֆլեշմոբային քաղաքականությունը, ամբովանդակ զրույցները, վիրավորանքները, հանրային թշնամանքը եւ այլ եւ այլ։ Այդ ամեն ինչը դրա հետևանքն է, որովհետեւ երկրի քո ազգի սերուցքը գնացել է, չկա։ Բայց դրա դեմ այդ հաշվի օրինակ Լուիս հիմնադրամը կարծեմ տես պայման ուներ, որ գնում էր սովորում էր դրսում, հետո պետքա վերադառնալ անպայման։ Տեսեք, մինչև Լուիս հիմնադրամին անդրադառնալը բնականաբար դա լավ ծրագիր էր եւ այլը, բայց ինքը բավարար է բնականաբար ոչ։ Մինչև Լուիս ծրագիրը 1, 2 լավ 15 հոգու, 20 հոգու ուսումը։ Այն փայլուն գիտնականները ԽՍՀՄ-ից հետո ովքեր որ ամբողջ աշխարհում մրցունակ էին բոլորը համատարած գնա ժամանակ Ռուսաստանը չէր կարում պահեր իր brain drain-ը։ Չէ, ցանկություններ։ Տեսեք, եթե դուք որպես պետություն չեք կարողանում, օրինակ եմ ասում, 500 գիտնական պահել ձեր երկրում, ուրեմն դուք իրավունք չունեք պետություն լինելու։ Եվ այդտեղ արդարացում չկա, մեզ միշտ անդադ արդարացում են բռնել, դե գիտեք ինչ, մենք չենք զարգացել, որովհետև Արցախ ենք պահում։ Այս դա գիտությունը։ Ասեն դու պետք է զարգանայր, որ Արցախ պահեիր։ Ոչ թե չենք զարգացել, որ Արցախ ենք պահում։ Դու չես կարող Արցախ պահես, եթե քո ուղեղների արտահոսքը ամբողջ ԱՊՀ տարածքում առաջին տեղում է, ուղեղների արտահոսքով Հայաստանը առաջին տեղում է։ ԱՊՀ ամբողջ է 14-15 պետությունների շրջանում առաջին տեղում է, դու չես կարող։ Մենք այս 3-ս ենք պահում այդ ստատիստիկա։ Չէ, ստատիստիկան իդեպ ներողություն է, ստատիստիկան Ինգելհարտի ինստիտուտը, որը աշխարհում առաջատարն է համարում, որը նաև եթե չեմ սխալվում 137 երկրում մասով անում տարբեր ստատիստիկաներ, նաև Հայաստանում իր կենտրոնը, եւ դրանք Ինգելհարտի ինստիտուտի 2013 թվականի տվյալ եմ ասում, բայց դրանից հետո մինչև այդ հաստատ այդքան էր, դրանից հետո չգիտեմ։ Հիմա եթե այդ ուղեղների արտահոսքը կա, լավ, ոնց կարող ենք ունենանք այլ իրականություն, քայլ ունենք։ Մանավանդ այն իրավիճակում, երբ մեր նման փոքր պետությունները չափսերով, ոչ թե հնարավորություններով, թեպետ իմ հնարավորություններով ենք փոքր, իրենք շեշտը պետք է դնեն ոչ թե քանակի վրա, այլ բացառապես որակի վրա։ Իսկ այսօր աշխարհում միակ բանը, որ ունի էժան փոխարինիչ, դա միտքն է, գիտելիքն է, որի կրողը մենք իրականում մենք ենք, չեմ ասում բացառիկ միայն մենք ենք։ Այդ ռեսուրսները անսահմանափակ ունենք, ուղղակի դրանք պետք է կարողանալ մեկտեղել։ Այդքան բան։ Ձեր պատվերը տաք դարը կապուչինո, ջուր եւ խաշ։ Ինչ? Խաշ հարգելի հաճախորդ։ Կապուչինոյի հետ ես տիրամիսու էի պատվիրել։ Դուք շատ բան եք պատվիրել, իսկ ընտրությունների գնացել եք։ Չէ։ Երբ չեք գնում ընտրությունների, ընտրում են ձեր փոխարեն։ Չոր լավաշ բերեմ։ Շատ իսկականներ է սա։ Այդ ռեսուրսների հետ կապված վերջին հարցը էլի հետաքրքիր է, ինչ եք անելու էլի ընտրությունից հետո, բայց այն տեսանկյունից, որ շատ ափսոս է, որ մարդիկ եթե ունեն ինչ-որ պոտենցիալ, հնարավորություն ինչ-որ բան փոխելու, ղեկավարելու, չգիտեմ, մասնակցելու, միայն հույսը կամ շեշտը դնեն ընտրությունների վրա, որովհետև լավ կլիներ, որ ամեն դեպքում ձեր պոտենցիալը ինչ որտեղ իրականացվեր, ինչ-որ մի բան ստեղծեիք, ինչ-որ ղեկավարեիք, կառավարեիք կամ բանանեիք, արդյոք բացի այս քաղաքական բանից, ինչ-որ բան փորձելու եք զարգացնել ընտրությունից հետո, անկախ այս ամեն ինչից, հա, որովհետև ափսոս կլիներ, որ այս ամեն ինչ հասկանալով, արժեքները ունենալով, մեկ էլ ինչ-որ երկար ժամանակ հետո վերադառնայիք պետականաշինության կամ այլ հարցերին, ինչ օգտակար բան եք անելու ընտրությունից հետո անկախ քաղաքական կոմպոնենտից։ Նախորդ հարցն էլ դրան վերաբերում, բայց շեղվեցին գնացինք ուր հասանք, դրա համար դրանից ասեմ։ Ուրեմն 21 հիմնադրվել են 21 թվականին, կուսակցություն հիմնադրվել է, բայց շատ կարևոր է, որ ֆիքսել, արձանագրել, որ մենք 21-ին հիմնադրվել ենք, բայց չենք մասնակցել ընտրություններին, որովհետև այդ ժամանակ ուղղակի իմաստ չուներ, այսինքն չենք մենք մեր գործունեության հիմքում չի եղել։ Գոնե դասախոսություն արեք։ Ուրեմն Երևի YouTube ալիքի մասին։ Հա, չէ, գիտեմ, Դա նոր դասախոսություն է, դու զոխոսակ։ Ես մինչև 2024 թվականի վերջերին մի շարժման պայմանավորված դասավանդել եմ կառավարման ակադեմիայում։ Ահա։
այդ շարժման արդյունքում հետևանքով ազատվեցի, բայց կառավարման ակադեմիային բնականաբար չեմ մեղադրում, որովհետեւ դա քաղաքական որոշում էր եւ որևիցե կերպ ակադեմիային չեմ մեղադրում, որովհետեւ ակադեմիան ինձ շատ ավելի շատ բան ատվել, քան ես եմ տվել ակադեմիային, հենց որ եթե այդպես են արել, Պետք է մեղադրել տենց եթե այդպես են արել, շատ կոնֆորմիստական։ որևիցե խնդիր մենք չկա։ Բրյուսելից կամավոր դուրս եկա, բայց լիքը մեր գործընկերներ կա։ Լավ էլ պետք է մեղադրել, երբ որ դուք լավ կադրերին անում եք։ Ուրեմն 21 թվականին ինչի համար եմ ասենց հակիրճ ասեմ, ինչի համար եմ սրան անդրադառնում 21 թվականին, որ այս մեր ամբողջ ընթացքը ցույց է տալիս մեր ընդհանրապես գործունեության հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները, ոչ թե մենք նոր ենք սրա մասին խոսում, այլ այս ամբողջ հատվածի մասին։ 21 թվականին երբ մենք հիմնադրվեցինք, չմասնակցեցինք ընտրություններին, որովհետև կրկին ինչ որ ուժեր չկարողի հետ կարող ենք միասին գնալ եւ մենք էլ որևիցե չափով կայացած չէինք, որ գնանք ընտրություններ։ Հետեւաբար ինքնանպատակ էր, մենք չգնացինք։ Բայց չլինի մեծամտություն, բայց այդ ժամանակ նոր ձևավորված ուժերից մինչև այսօր բացառապես միայն մենք ենք, որ 21 թվականի ընտրությունների ժամանակ հիմնադրվել ենք, չենք մասնակցել ընտրություններին ու շարունակ ամեն տարի, ամեն ամիս զբաղվել ենք ակտիվ գործունեությամբ։ Այսպես տարիներով հատ-հատ կարող եմ ասել։ Ու դե միակ ուժը մենք ենք եղել, որ 21 թվականին Արցախում բացել ենք մեր ներկայացուցչությունը։ Իդեպ ոչ թե հիմնել ենք կուսակցություն այնտեղ ընտրությունների մասնակցելու 30 տարվա մեջ նման բան չի եղել, այսինքն այն մարդիկ, ովքեր որ բացել են այնտեղ, հիմնել են կուսակցություն, որ մասնակցեն օրինակ ընտրություններին Արցախում։ Մենք ներկայացուցչություն ենք հիմնել այնտեղ, որտեղ 21-20 թվականի պատերազմից հետո, երբ Արցախի հայաթափման խնդիր կար, որտեղ մարդիկ պատերազմից հետո բոլոր ուզում էին արդեն լքեն, թեպետ մի հատվածը պահպանված էր, չէ՞, մինչև 22 թվականի հայաթափում, բոլորը ուզում են լքեն։ Մենք այն ժամանակ հիմնեցինք այնտեղ գրասենյակ, որը կրկնում եմ 30 տարվա մեջ, 35 տարվա մեջ չի եղել, միակ դեպքն է։ Նպատակով, որ կարողանանք այնտեղ ծրագրեր իրականացնել, որը հնարավորինս թույլ կտա մարդկանց չհուսալքվել, այնտեղ ավելի հողին կապված մնալ, իսկ սա ասեմ ինչով էր կարևոր, այն ժամանակ, երբ Երևանից մարդ էր գնում Արցախ, դուք չեք պատկերացնի մարդկանց ուրախությունը, մարդկանց մոտ հույս էր առաջանում, ուրեմն մենք հələ կանք, ապրում ենք, լքված չենք, մենք այնտեղ բազմաթիվ միջոցառումներ ենք արել, շախմատի միջոցառումից սկսած, մինչև տարբեր, այսինքն որ կապը կա, նորմալ է, որտեղ ունենալով են համոզմունքը, որ հողը պատկանում է նրան, ով ապրում է այդ հողի վրա, որ այդ հողը մարդիկ չլքեն։ Այսինքն անգամ քաղաքական որևիցե դիվիդենդ չունենալով, միակն եմ ասում, ներկայացուցչություն ենք հիմնել Արցախում ու անընդհատ այնտեղ գործունեություն ենք ծավալել ու իմանալ բնական հա այնտեղից մենք քվե չենք ստանալ, օրինակ եմ ասում։ 22 թվականին Աղավնոյի դեպքերն էր, 23 թվականին հայաթափումից հետո հենց մենք ենք, միայն մենք ենք, որ պետական ինստիտուտների պահպանման նախաձեռնություն արեցինք, որ Արցախի նախագահը մնացած ազգային ժողովի պատգամավորներով հանդիպեցին, խոսեցին, որ պետք է ինստիտուտները պահպանվի եւ այլն, որից հետո ցավոք համարձակություն չունեցան եւ ինչ-ինչ ուժերի ճնշման ներքո հետ կանգնեցին, ու իդեպ այդ ժամանակ ձեր ասած Լուսավոր Հայաստանի ղեկավարը ասում էր Արցախի ինստիտուտների պահպանումը ազգային անվտանգության սպառնալիք է։ Նոյեմբերի 5-ին կա։ Իսկ հիմա ասում են Արցախի ինստիտուտները, միջազգային իրավունքը եւ այլն։ Ու մեր կազմակերպած միջոցառման համար պարլամենտում առանձին լսումներ արեցին, որ սա ազգային անվտանգության սպառնալիք է եւ այլն։ Դա չի արել ոչ մի ուժ, արել ենք մենք։ 2024 թվականին շարժումը, դրանից հետո դրանից բացի քաղաքական դասընթացների դպրոց ունենք, որտեղ տալիս են վստահաբար կարող եմ ձեզ ասել, քաղաքական դասընթացների շրջանակում Հայաստանում հավասարը չունեցող, որտեղ այնտեղ տալիս են տարբեր, հիմնականում 99%-ը դոկտոր պրոֆեսորներ են, հրավիրում ենք դասախոսության, որոնց շատ շնորհակալ եմ, սկսած ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանից, Պատմության ինստիտուտի տնօրենից, վերջացած դեսպաններ եւ այլն, մասնավորապես Կարապետյան Ռուբենը դեսպանը, դոկտոր պրոֆեսոր իմ կողմից մարդիկ շատ հարգելի, պատվելի, ու այսպես շարունակ նման չասեմ, հա, էլի չվիրավորելով ոչ մեկի, նման որակի դասընթացներ, ուղղակի Հայաստանում նմանը ուղղակի չկա, հավասարը չկա։ Դրան գումարած ներողություն, դրան գումարած մեր YouTube-յան ալիքը 1 տարուց արդեն ավել, որտեղ որ մենք ներկայացնում ենք ընդհանրապես ոչ միայն չոր պատմություն ենք ներկայացնում, այլ նաև վեր ենք հանում հնարավորինս մեր տեսանկյունից սխալները, հնարավորությունները, վերարժևորման այս գործընթացը, որը նաև ինքը նաև կրթական մեծ հարթակ է ստացվում։
քաղաքական այս գործընթացները, ու այսպես բազմաթիվ բաներ կարող եմ ասել, ու ամեն տարի այս ընթացքում մենք ուղղակի չենք ի տարբերություն շատերի, մենք չենք հիմնվել այն ժամանակ, սպասել երբ հանրությունը հիմա էլ։ Մենք այս ժամանակ միակ ուժն ենք եղել, որ բոլոր իրադարձությունների առանցքում կամ կանգնած ենք եղել, կամ նախաձեռնել, կամ ամենտեղ մեր դիրքորոշումը հստակ ունեցել ենք։ Ամեն առով եւ մշտապես ոչ մի վարքյան այս գործունեությունը կանգ չի առել։ Հետեւաբար նաեւ սրանից հետո կանգ չի առնելու, բայց այս ընտրություններով կհաջողենք։ Շնորհակալություն։ Երբ ձեզ գուգլում էի, ասես մի քանի հատ վերնագիր ա ասես անընդհատ գալիս է, որտեղ է Սուրեն Պետրոսյանը, ուր կորավ Սուրեն Պետրոսյանը, դա վերաբերում է 24 թվի սրբազան շարժման այդ զարգացումներին։ Նայեք հաճախ գուգլում Միսներ դուք հիշատակեցիք Աղավնոյի դեպքերը, կուզեմ երկուսի մասով էլ տենց ինչ-որ չհասվածություն որոշ չափով կա։ Նախ ուր էիք կորել այդ հուդիսյան, թումնիսյան օրերին, այնտեղ ասել եք, որ 1.5 օր Ռուսաստան եք, 1.5 օր Եվրոպա, բայց չհստակեցրեցիք ինչ էիք անում, հետո հրազդանում ինչ որ ուժեղ տղաների հետ զրույցը, այդ մասով կուզեի բանել, հետո տեսեք, ուրեմն Աղավնոյից սկսեմ։ Ուրեմն Աղավնոյի օրինակը շատ ցայտուն օրինակ է, երբ ինչա տեղի ունեն, երբ դու այսպես ասած, հա, դուրս ես լինում տարբեր իշխանության եւ պարլամենտական ընդդիմության վերահսկողությունից, այսինքն անգամ այն քայլը, որը որ այսպես ասեմ, հա, կարելի է որպես օրինակ էլի բնութագրել, ներկայացնում են որպես մի խայտառակ դավաճանություն։ Ասում են Սուրեն Պետրոսյանը ասեց, ես դեից դուրս չեմ գալու, հետո դուրս եկավ։ Տեսեք, չէ, այդ որ նայեք կտեսնեք, ուրեմն ոչ թե հարցեք դուրս չեմ գալու, երբ որ այդ մարդիկ այդպեսի բան են ասում, երբ դուրս չեմ գալու, այն ժամանակ երբ որ ես իմ ընտանիքով եմ այնտեղ 360 աստիճան շրջապատված ադրբեջանցիներով, այսպես ասեմ։ Ու դուք ասում եք, ասես ու ինքը այնտեղից դուրս եկավ, այսինքն ուզում եք, որ ես ընտանիքով ընկնեի գերի, այսինքն դա ձեզ ինչ որ բան տալու էր, ինչ որ մի բան, թե չէ։ Այն դեպքում, երբ որ դուք ասում եք 2022 թվականին Զադնի դնողը Նիկոլա։ Հիշում եք։ Հիշում եմ։ Անկամ ոչ միայն Զադնի դրեցիք, գնացիք պարլամենտում ընդդիմություն աշխատեցիք իրար հետ։ Մանդատ անգամ չդրեցիք, ու դուք ինձ ասում եք քո ընտանիքով գնար, ինչա թե ասել ես, իրական տենց չեմ ասես, ուրիշ մի բան ասեմ։ Իրական տենց չեմ, ինչա թե անգամ, բայց տենց չեմ ասի, բայց եթե ասել, քո ընտանիքով գնայր մենակով գերինգներ, որ մենք ասենք, որ տեսար բան չարեց։ Ասում են Զադնի դնողը Նիկոլա Խելոգ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի առանցքային հենարան են աշխատում, էլի ուրիշ որ որակը պատկերացնեք։ Ու ինչն է ամենահայտարքիրը, տարբեր նման դերակատարների միջոցով ասում են Պետրոսյան Սուրենը գնաց Աղավնոն հանձնեց։ Դուք հələ տեսեք 180 համատարած Աղավնոն գնաց հանձնեց, տեսեք ինչ եմ ասում։ Աղավնոն գնաց այն ժամանակ, երբ որ Աղավնոյի кейսը որն էր։ Ասում ենք, տեսեք, իշխանությունը Ադրբեջանը ուզում է։ Իշխանությունը հանձնում է։ Ռուսական կողմն էլ ընդհանրապես 1986 խոսքի մեջ թքած ունի։ Այդ ժամանակ Վաղարշակ Հարությունյանն էր, թե չեմ հիշում։ Արշակ Կարապետյան։ Չեմ հիշում, հա։ Էական տարբերություն չկա, բայց հա։ Ինձ հա։ Ուրեմն Ադրբեջանը ուզում է, իշխանությունը հանձնում է, ռուսական կողմը թքած ունի ընդհանրապես։ Բնական է, իր մեջ տարբերություն 5 կիլոմետր էս կողմ կանի, 1 կիլոմետր կանի։ Ժողովուրդը ու իդեպ էս շատ կարևոր է։ Այդ ժամանակ այդ շակերտար հուշկու ընդդիմության միտինգներն էին, չէ՞, իբր գնում մայիսյան, այդ մայիսին, որ ընդդիմությունը 22 թվականին։ Ընդդիմությունը միտինգները ավարտվեց այն ժամանակ, երբ այլընտրանքային ճանապարհը Ադրբեջանը Արցախի հետ միասին արդեն պատրաստել էր։ Ու այդ ընթացքում ոչ մեկ դրա մասին չէր խոսում։ Միտինգները վերջացան այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը կոնսպիրոլոգիա, այսինքն պայմանավորված էր։ Ես վստահ եմ, որ բոլորն է գիտեն։ Իդեալական բոլորի Ադրբեջանի հետ։ Չէ, իշխանության հետ։ Իշխանության հետ։ Ուրեմն իշխանության հետ ես կարծում եմ, որ որևիցե մեկի մոտ այնց էական բան չկա, չէ՞ որ իշխանությունը ըստ էության իր արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը պատվիրակել է Ադրբեջանին, որի մասին նաև իրենք են ասում։ Ուրեմն հենց այդ ժամանակ միտինգները ավարտվում են ու հայտարարում են, որ այսօրվանից արդեն այս ճանապարհը կա, գործում է, այդ ժամանակ միտինգները ավարտվում։ Դրանից հետո որևիցե մեկը դրա մասին չի խոսում։ Ասեմ ինչի համար չեն խոսում։ Տեսեք, իրանք իրանցով չմարեցին, որովհետեւ հենց սկզբի շրջանում ես էլ եմ ընդեղ եղել, հետո հա, բայց չէ, ասում այդ ժամանակ մարեցին, ասեցին, որ այդ ժամանակ որևիցե մեկը միտինգն ասում դրան ընդհանրապես չանադարձավ։
Ընդհանրապես, ու ասեմ նաև ինչի համար չանադարձավ։ Այն ժամանակ էսպես էր, դե քանի որ ռուսական կողմը այնտեղ ներկա է, ռուսները այնտեղ են։ Դրան առարկել չի կարելի, եթե ռուսները այնտեղ են։ Okay. Դե Միջանցքը իրանց վերահսկողության տակ է, ճիշտ են գտել, տենց որ վсё։ Բայց ուրիշ բարոյա մեր հայրենիքը, հողը, բան, Բերձորը, Լաչինը, բան։ Ինչա դե ռուսները այնտեղ են, վերջ, չի կարելի տենց բան անել։ Ուրեմն այդ ժամանակ եւ դրա մասին իմանում որ ճանապարհ ու արդեն իրականն էս բան գրություն աղարկված եւ այլ, Արցախի ընկերների միջոցով պաշտոնական պետական գրություն աղարկված։ Այդ ժամանակ ես լինում եմ հանգստի մեջ եմ լինում իմ ընտանիքով։ Գալիս եմ հենց այդ լուրը լսում ենք 2 օր հետո որ չվերթ լինի Կորսիկայից վերադառնում ենք Հայաստան։ Անձնագրով կա այդ ամենը, այսինքն միանգամից լսել, այսինքն ոչ մի կոնսպիրատիվ, ոչ մեկ անգամ իմ ընկերներից տասնյակ ընկերներ ունեմ Արցախում, հարյուրով ընկեր ունեմ, ոչ մեկ անգամ չի իմանում։ Գալիս եմ Երևան, այդ օրը անցնում է, հաջորդ օրը մեքենայով միանգամից մեկնում եմ Բերձոր, Աղավնո ավելի ճիշտ, Աղավնո եմ մեկնում։ Մեկնում եմ Աղավնո, ասում որտեղ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր այդ process-ները մի քիչ շեղել։ Հիմա ասեմ նաև ինչի համար է պետք է շեղել։ Մեկնում եմ այնտեղ որևիցե մեկին չեմ ճանաչում, ասում եմ ժողովուրդ, եկել եմ սենց հարցի համար, հնարավոր է գործընթացները բեկել, ինձ տուն կտակ, մարդիկ այնտեղ տուն են տալիս Աղավնոյում, իմ ընտանիքի հետ, մի աղջիկս 6 ամսական էր, մյուսը 1 տարեկան, 9 ամսական։ Ու այդ ժամանակ հաշվի առեք հիմնականում այսպես է կողքերը ադրբեջանցիներն ու մենակ ռուս խաղապահներն են այդտեղ։ Հիմա ասում եմ, տեսեք, Ադրբեջանը ուզում է իշխանությունը տալիս է, ռուսական կողմը թքած ունի այս ամեն ինչի համար։ Հիմա եթե հասարակությունը ժողովուրդը դեմ է, որ ասում են չպիտի այդպիսի բան լինի, հա, Միջանցքը չպիտի հանձնվի, ոնց է երևում ձեր դեմ լինելը։ Ստատուս եք գրում, ինչ եք անում, ձեր դեմ լինելը ոնց է արտահայտում։ Ասում եք հողը գնանք եւ այլն եւ այլն։ Ու ասում եմ ժողովուրդ, եկեք հարցը խաղ բնակչության մասին է։ Եկեք այստեղ այս մարդկանց հետ, մինչեւ օգոստոսի 20-ը ժամկետ էր տված։ Մինչեւ 20 եկեք այս մարդկանց հետ ապրենք։ Եթե այն ինչ որ մենք պլանալ տեղի չունենա, ես բոլորիդ ոնց որ ասած տարհանում ապահովում եմ, այսինքն հանկարծ ոչ մեկին վտանգ չսպառնա, մեկի գլխից մաս չպակասի, էլի, ասեն ժամկետը ադրբեջանցիները հարձակվեցին եւ այլն եւ այլն։ Այս ինչ էր թույլ տալիս մեզ այս ամեն ինչ անելը։ Այդ ժամանակ հակառուսական մեծ ալիք կար Հայաստանում Արցախի պատերազմի հետևանքով։ Ես այդ հակառուսական տրամադրությունների վրա նաև խաղում, որը իրականում արդարացված էր։ Գնում ենք դա ռուսական վերահսկողության գոտի էր փաստացի, որտեղ խաղապահներն են։ Գնում ենք այնտեղ, որ մարդիկ այդտեղ բավականին մարդիկ հավաքան այդ ժամանակ, իդեպ այդ process-ը Եկավ։ ու պրիտոմ այդ ժամանակ ահագին նաև խնդիր առաջացրեց այն ողբերգությունը, որ եղավ Սուրմալուի պայթունը։ Այդ ժամանակ ոնց որ օրակարգը նաև շեղվեց։ Այդտեղ բավականին մարդեր կային։ Այդ մարդիկ, որ գալիս էին, խաղապահ կոնտինգենտի ղեկավարը, ամբողջ ղեկավարը գալիս էր, ասում էր, ես որպես մարդ, որ դու քո հողի համար անում ես հարգում եմ, բայց դու իմ համար խնդրեմ ես ստեղծում։ Դες ես գիտեմ, որ ինչի համար։ Ինքը ասում է, հիմա եթե դու գալիս ես այդտեղ, ես ստիպված եմ, որ այդ հակառուսականության նաև ֆոնին, պատկերացրեք խաղ բնակչության ինչ որ մի հատ բան, ինչ ընդհանրապես տեղի կունենա։ Ասում է, ես ստիպված եմ պատրուլը 10 անգամ ավելացնել, որ գյուղի մեջ ու հետո գյուղացին հարցնեք, ասա, եթե այն ժամանակ մի անգամ էին գնում, այդ դիզելը ծախում էին 7 անգամ, այդ անգամ սկսեցին կանոնավոր կերպով 7 անգամ գյուղի մեջով շրջել։ Հետո ասում դու ստիպում ես, որ մենք գնանք այդ մարդկանց հետ ունենք ադրբեջան անընդհատ բանը, որ հանկարծ մեկի գլխից մաս չպակասի, դիվերսիա եւ այլն։ Այդ ժամանակ Ադրբեջանը նախագահ ասաց, որ Աղավնոյում, Լաչինում իրանց ձևով հավաքվում են սեպարատիստ ուժեր, կարող կանխարգելիչ հարված հասցնենք։ Այսինքն այդ մեծ նման ազդեցություն ուներ։ Բայց դու ստիպում ես, որ մենք գնանք այս գործողության։ Հիմա ինչ է, փակուղու մեջ են։ Այսինքն իրանք ստիպված պետք է լինեին կանխեն գործողությունը, որ անկարծ Ադրբեջանը որևիցե բան չէ, որտեղ խաղաղ բնակչություն է, զինված ոչ մի բան չկա։ Այդ ժամանակ մյուս փուլ ուրիշ բան կարող է լինել, դրան չեն կանադամ, դա բան չէ։ Ասում է եկեք մարդիկ, եկեք հավաքվենք, որ ցույց տեղ որ դուք մարդ ապեք, չեք ուզում այս ամիջը։ Ուտեղ փակուղու մեջ են լինում։ Իմ ուզածը նա էր, որ եթե մարդիկ գային այդտեղ թեկուզ 1 ամսով, 2 ամսով այդ process-ը բեկվեր, երկարաձգվեր, մարդիկ սա կարևոր քաղաքական կատեգորիա է։ Մարդիկ իրենք շատ լավ տեսնել են, որ իրենցից էական բանակախված, իրենք գործոն են։ Իրենց մասնակցությունով հնարավոր է բեկել անգամ անբեկանելի թվացող միջպետական այդպիսի երևույթներ։ Ու սա պատմական հարյուրավոր նախադեպեր ա ունեցել նման, այսինքն սրա մեջ էմոցիոնալ բան չի եղել։ Ի տարբերություն շատերի ես երբեք չեմ գնաց տեղ ասել, եկել եմ ինձ զոհաբերեն բան, ասում չէ, ժողովուրդ ոչ մի բան չկա։ Ես մարդիկ ստե ապրում եմ, ես էլ իմ ընտանիքի հետ եկել եմ հետները սովորական ապրում եմ։
Ինչ-որ ռոմանտիկ էմոցիոնալ բաներ չեմ արել, բայց եկել եմ իմ ընտանիքով ինչի համար, որ ես իրավունք ունենամ այս մարդկանց, խնդրեմ, որ ընտանիքներով չլքեն, չասեն դու գնացես քո ընտանիքներին պահել ես, եկել ես մեզ ինչ ես ասում։ Ու ընդդիմադիր եւ այլն մնացած ուժերից բոլորը երևի թե եկել են, բոլորը այդ թվում Արցախի պարլամենտից ու մեր պարլամենտից։ Որևիցե մեկը չի ասել այնտեղ ռացիոնալ տեսանկյունից, ասել որ այս քո մտածվածը չի աշխատի։ Բոլորը ասել են այո, հնարավոր է, բայց դա մեր օրակարգը չի։ Որ մեր օրակարգը Անգամ Արցախի պարլամենտ։ Արցախից մի հոգի անգամ եկավ ասես ես գիտես հասկացած, բայց գիտես խես եկես սենց անես։ Այնքան ռեալ էր, ուղղակի շատ չեմ մանրամասում այդ ամեն ինչ։ Այնքան ռեալ էր, թղթով վերջնաժամկետ էր տված, բայց այնքան ռեալ էր, արդեն ռուսական կողմը փակուղու մեջ էր այդ ժամանակ։ Չէր կարա թող խաղ բնակչության նկատմամբ բան լիներ, ու ինքը անընդհատ դրա մեջ է, դրա համար են անտենաների ապամոնտաժում եւ այլ հազար հարց բավական ուշացավ, շաբաթներով ուշացավ։ Որ կապ չլինի, հա։ Հա, շատ բավականին շատ ուշացավ այդ ամենը, անգամ կապն էին պահում, որ կապ լինի, ամեն ինչ, գետնի վրա փոփոխություններ էր տեղի ունենում։ Մարտի իսկ մի падգամավոր եկավ Արցախից, ասաց որ ես հասկացել ենք մենք Արցախում, այդ ինքը իրավունից ասաց, բայց ասաց Արցախում հասկացել ենք դու ինչի համար ես։ Այս ձևով իրականում հնարավոր է միջանցքը պահվի։ Բայց դու մեզ այս միջանցքը պահենք, որ Սյունիքի միջանցքը տանք։ Պատկերացնում եք ինչի մասն է։ Իսկ դրանից հետո երբ տեղի ունի 2022 թվականի, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը ասեց Սյունիքի միջանցքի նախագծի մասին, հիշում եք, էլի հանրահավաքներ տեղի ունեցան, չէ, բոլորը եկան, չէ, Բաղրամյան փողոցում կիշեր, չէ։ Այդ ժամանակ ինձ հարց առաջացավ, ասացի, որ Բերձորինն էր, խի բացի ինձնից որևիցե մեկը ձայն չանեց ու քայլի չգնաց, բայց Սյունիքինի դեպքում էլի նորից այդ ամեն ինչը։ Ի տարբերություն ձեզ, եւ ես եւ ստեղ եմ ոչ միայն ասել քայլ արեք կոնկրետ գետնի վրա, եւ ստեղ եմ էլի անում ու բոլոր իրավիճակներում ի տարբերություն ձեզ, որովհետեւ եթե մի կողմը ասում եք, եթե այստեղ ռուսական կողմը ներգրաված ձեռքերը վեր են բարձրացել դե մեր վերևից կասեն ոնց պետք է նորմալ գալ, ես երբեք տենց չեմ առաջնորդվել։ Ու վերջում այդ ամեն ինչը ու այդ մարտիկ բնականաբար ոնց որ ասած չեղավ եւ այլն մարտիկ ոնց որ այդ Նև Սուրմալուի դեպքը մի խոսքով ու ամենավերջինը ամենավերջինը 1-2 գյուղացու հետ կապված մենք ենք դուրս եկել այնտեղից ամենավերջինը այսինքն հիմա մարտիկ ուզում են որ ես մնա այնտեղ երինքն է հա ինչ որ բաներ տալու իրանց այսինքն բայց այդ ամեն ինչը ներկայացվեց որ Պետրոսյան Սուրենը գնաց Աղավնոն հանձնեց իսկ Աղավնոն մնում էր ես գնացի հանձնեցի ու նույնը այս մնացած իրավիճակն եմ ասում խեղաթյուրման աստիճան որ պատկերացնեք դրա համար եթե ուշադրություն դարձնեք կտեսնեք մեր այս քարոզարշավի շրջանակներում իմեջում բազմաթիվ մարդիկ կա դրած պատական մարդիկ անցորդ ովքեր կարող ոսկե բարի հետ կապ ունենան ոսկե Պալեստինեն Տավուշի տարբեր հատվածներն են բոլորը ասում են ախր մենք հիշում ենք այն ժամանակ ինչ եղել խոսույթը լսում եք չէ ասում են Պետրոսյան Սուրենը միացավ Բագրատ Սրբազանին այ Ժորժ ջան այդ ամեն ինչի հետ մարդ ընդհանրապես կապ չունեց սկիզբը 0-ից սկսել եմ ես իմ ընկերների հետ այդ գյուղերը հոգան ախր դες բան չի կարելի կեղծել էլի լավ կեղծելու է ձև կա չափ կա էլի ուզեմ ասում այս տեղեկատվական մանիպուլյացիաները ինչ 180 աստիճանի տարբեր են իմեջում էլ է դրված շուկայում եք մարդանգում փողոցում են մարդն հայ մարդ ասում ախր մենք բոլորս ընդենք ենք դու ասելով չի էլի որ մի հատ էլ ասում են ինքը դխեմ ասում նավեն թեման փակուր ասում են ինքը ներդրված էր շարժումը փչացնելու համար շարժումը 0-ից ծնել եմ ես իմ ընկերները 0-ից տուն չի եղել այդպես բան ու այդ մարդիկ ողջ են առողջ են ներկա են դրա համար իմ քարոզարշավը են սկսել են մեր քարոզարշավը են սկսել ենք առաջին այն սիմվոլիկ առումով հենց ոսկե Դանիելյանը ձեր հետ չի համաձայնվի հավանաբար բայց այս մասով Okay դրա համար գիտեք ինչ եմ ասում դրա համար գիտեք ինչ եմ ասում Դա էլ հարցրում հա դրա համար գիտեք ինչ եմ ասում եմ այն մարդիկ ովքեր չեն համաձայն դե sense առաջարկ ինչ որ մեկը արել է թե չէ այն մարդիկ ովքեր համաձայն չեն լրատվականների հետ միասին առաջարկում եմ live միացրած մոնտաժի հարցերին live միացրած լավ չէ ոչ թե դեբատի մասն եմ ասում այլ live միացրած Երևանից ուղևորվենք իջնենք ոսկեպար յուղի մարդիկ են չէ live միացրած თუ այդ մարդիկ պատմեն ոնց է եղել ամեն ինչ Եթե մեկը կամաձայն չի համաձայն, լայվ միացած գնանք գյուղում պատմենք։ Իսկ ինչ եղավ այդ հուլիսի օրերին։ Իսկ այդ ժամանակ զուտ այդ այսպես ասած, հա, տեղեկատվական իմ սխալի հետ կապված, զուտ տեղեկատվական կապված, որ բաներ կար կարող չասեի, պետք չէր ընդհանրապես ասել եւ այլ, դրանից ուղղակի բռնեցին, որտեվ սարքեցին մի հատ եսի միջ հրեշավոր մի բան,
որ ընդհանրապես այդ ամեն ինչ հետ կատեգորիկ կապ չի ունեցել, որովհետև այստեղ կար խնդիր եւ իշխանության պարլամենտական ընդդիմության համար վերջին ժամանակաշրջանում, որ արդեն դրանով վերջացել է շարժումը, հանկարծ շարժումից որևիցե մեկը դուրս չգա, ով ունի ճանաչելություն ու որոշակի համբավ ու իրանց վերահսկողությունից դուրս է։ Այդպիսի մարդ չպետք է լիներ։ Հենց նաև դրանով էր պայմանավորված նաև աղավնոյից հետո որ աղավնոն գնաց հանձնեց, որովհետև դրանով յուրատեսակ նշաձոր էր դրվել եւ այլն եւ այլն։ Դու ես միշտ այդ մարդկանց, որ էլի նորից այդ մանուկների մեջ չմտնեմ, ասեմ, ձեր ամեն ասածը կարող ունենալ իմաստ միայն այն պարագայում, երբ որ իբր տարան գործակալ սարքեցին։ Ասեմ, հունիսի 12-ին շարժման վերջի օրն են գործակալ սարքում։ Մայիսի 9-ներ պիկը եւ այլն, ասենք ժամանակի վերջացած շարժումը, երկրորդ ասում եմ, եթե իմ sense ասած տանելով դե որևիցե բան չի փոխվել, ընթացքը չի փոխվել, ոչ մի բան։ Չէ, այդ խոսքը շատ արհեստական էր, այտենց ոչ մեկ հիմա լուրջ բան չի անում։ Բնական մարդիկ Սերգեյ ջան, մարդիկ բոլորը տեսնում են, չկա այդպեսի այլևս խոսքը։ Երկրորդն ասում, եթե դրանից հետո իմ վարքը փոխված լիներ անգամ հաջորդ օրը, ասեի հա սրանից առաջ եւ հետո։ Պրոբլեմը այն է, որ եթե նույն բանը 15 անգամ կրկնում ես, ինչ որ բան է, տպավորություն է ստեղծում, Ահա, այդքան բան։ հետո բան է, Բայց հիմա ես ուշադիր նայել եմ, կարդացել եմ ու այտենց բնականաբար իմ մոտ այդ հարցը չկա, ասենց ասեմ։ Բնականաբար այդտեղ չկա։ Դրանից մանավանդ եթե վարկը տե չի փոխ։ Դրանից հետո ինչ որ մեկը կարող է ասի, որ օրինակ դու անդիմություններ դարել ես ինչ որ իշխանական կամ այն ժամանակ անդիմությանը չէիր քննադատում, սկսել ես քննադատել։ 21 թվականից մինչև այսօր ուղղությունը, բովանդակությունը գործելավոճը անգամ 1 տարի փոփոխություն չի կրել։ Այսինքն արժեքային է, կարող է գործիքակազմերը փոխվի։ Okay, well, ընտրությունային բան չմնաց, այնց որ Շնորհակալություն։ Գործերին հաջողություն։ Շնորհակալություն։ Սուրեն 14-ը քվեարկեք։ Որ փոփոխություն լինի, քվեարկեք համար 14-ը։ Բա որին քվեարկեն, մի հատ կարող եք ասել, Հա, հիշեցնել որն է։ հա, 14 քվեաթերթիկ 14-ին քվեարկեք, որ սկիզբը դնենք հայկական պետության ձևավորման։ հանգավորման ինչ որ էլեմենտ չեք մտցրել մյուսների նման։ Չէ, իդեպ, չէ, չենք մտցրել, բայց իդեպ Վանաձորում եղա, մետարխի քաղաքացի տեսանք, որ մեր կողմնակիցներից էր ու պահիտակ ասեց 1 2 3 4 քվեարկում ենք 14։ Ուտես առանց ոչ առանց մեր քաղաքացիներից մեկ հենց շուկայում ասեց, տենց ու այդպես ճիշտ է, տենք չենք կապիտալիզացրել այդ խոսքը, բայց այդպես մնաց մեր 6-7 բաժանորդագրվում ենք շուտ Սուրեն Պետրոսյանն էր մեր հյուրը կոմենտներում եթե ինչ որ հարցեր կնեն նաև Սուրեն Պետրոսյան ալիքը հետաքրքիր պատմական կոնտենտով լի ալիքա լուրջ կասներ կհանդիպենք մյուս շաբաթ կարող է լռության օր տենց ինչ որ սահմանափակումներ լինեն ու չկարողանանք խոսել ընտրությունների քաղաքականության մասին մի խոսքով ճշտենք մի բան կմտածենք